Նա ինչ વાત չէր։ Okay, ասենք երկրորդ անգամ չի լինի։ Հա, ինչ էի ցույց տալի։ Հա, տղեկ ջան, եկեք գնանք արդեն network-ի մասով ծանոթացնեմ, հա։ Ուրեմն տեսեք, ես network-ի մասում, application-ում։ Տղեկ, գոյություն ունի այս local storage հասկացողությունը։ Ուրեմն սովորական փոփոխականները բաները, տղեկ, մենք չենք կարող ասենք տեղով տենանք։ Հա? Մեր սովորական փոփոխականները, որտեղ վալոտ ջան, JavaScript-ը տալիս է բրաուզերին, բրաուզերը այդ պահին պահում է, թաբը փագեցիր տիկ ջան, սա ջնջվում։ Ինքը դա երբեք չի պահելու, հա? Ոնց է, չէ՞ օրինակ օպերացիոն հիշողություն, որ կոմպանջատը սաղ կորում է։ Ու կա ոնց որ հիմնական հիշողություն, ոնց որ նես չի որ ոսկի չգիտեմ, այդ պապկա է սարքում, գորգի ջան, կոմպանջատը տեսնացես, տես պապկը չկա, որտեղ ոսկի չգիտեմ։ Այդպես ինչ որ։ Բայց օրինակ հեչ լիքը եղած կլինի, Word-ով բան գրեք, խոսքի մոռանաք save տակ, կոմպ այդ բան անջատվի ռեսկի, էդի չի պահվում։ Հա, որտեղ պահվել էր դա օպերատիվ հիշողության վրա, հա։ Այսինքն նույն պրինցիպով, հա, կոպիտ ասած գաղափարապես ընկեր որպես այս local storage հասկացողությունը։ Local storage-ի պես կա տղեկ ջան, local storage, session storage, cookie-ն հեչ լսել եք, որ ասում է allow cookie, մի հատ հիմարություն է բերում։ Հա? Cookie, թարգմանաբար page-ն է, էլի։ Այդ page-ը կոչվածը տղեկ ջան, այս անեն նրա համար որ էլի ինֆորմացիա պահենք, հա։ Որտեղ Գուրգեն ջան, օրինակ ես local storage-ում եթե ես հանկարծ մի բան պահեմ, ուզում ես կոմպը տանջի միացրու տղեկ ջան, ուզում ես այդ ոստեղից վերևից reload արա, ինչ ուզում ես արա Գուրգեն ջան։ Ինքը պահել է դա։ Հա, ինքը всё, դա վերջնական պահել է ու դա կոպիտ ասած всё, ես ունեմ այդ ինֆորմացիա։ Նստեղ արդեն շատ իրանց մոտ շատ անկապ ձևի ու շատ հավայի պահվում։ Դրա վրա չենք խորանա, բայց հաստորեն տղեկ ջան, որպեսզի ինչ-որ մի հատ ինֆորմացիա պահես user-ից, հա, օգտատիրոջից, ու հիշես, որ հետո այդ մարդը այդ է մտել, մեզ պետք է օգտագործենք մենք local storage, հա։ Ինչ առավելություն է տալիս մեր local storage-ը։ Ահա։ Ուրեմն եկեք սենց անենք, եկեք այս կուրսային չկպնեմ տղեկ, իրականում ուզում եմ այս կուրսայինի պապկեն ուղարկեմ ձեզ, որ ստրուկտուրային առումով ձեր համար էլ բաներ, հա։ Լավ է, ես ես ուղարկեմ, եկեք հետ բացեմ JavaScript-ի նույն պապկեն, հա։ Եկեք ուղարկեմ այդ page-ը մի հատ կբացեք, որ վիդեոն անջատվի JavaScript-ի չի կայացնում։ Որով։ Վիզուալի էջերը։ Էսի առանցին ուղարկել եմ։ Հա։ Հա, այս общий այս պապկեն, սաղ տղեկ ուղարկել եմ ձեզ։ Okay, հիմա նայեք տղեկ ջան, ինչա կատարվում։ Էսի հետ։ Հիմա նայեք Գուրգեն ջան։ Մի հատ սա մաքրեմ։ Ահա։ Մի հատ input եմ դնում տղեկ։ Type-ը դնում եմ checkbox։ Վերևը գրում եմ մի հատ վերնագիր։ Ստորագրեք, որ համաձայն եք։ Ինչ որ մի բանի կապ չունի։ Okay։ Ստորագրեք, որ համաձայն եք, տղեկ ջան, մի հատ ներքևս օրես հաշմիկով էի գրել։ Մի խոսքով էս պծիշկեն։ Ահա։ Տիկ ջան, ոնց անեմ, ես մարդը ստորագրել, հա։ Edge-ը reload անում, տերում է նորից պծիշկը պտի դնի։ Ոնց, ես ինչ իմանամ, ինքը ստորագրել է, մինչև եթե չի արել։ Բայց մենք կրնենք ուրիշ միացրած։ Չէ, մի րոպե, սրա իմաստը այն է, որ ինքը պետք է ստորագրի։ Ես խի նախ իր տեղը ես ինչ իրավունք ունեմ այդ պծիշկեն դնել, կարող է մարդը չի տեսել։ Ինչ-որ բան լրացված է, չէ՞ որ այդ պծիշկեն ավտոմատ դեպի կամինգ է դնի։ Նայ, սա խնդիրը այն է, որ երբ որ ես Edge-ը 0-ից աշխատում եմ, JavaScript-ը սկսում աշխատել, տղեկ ես այդ ինֆորմացիան չունեմ։ Նայ, հիմա սրա վրա որ քլիկ կախեմ, Գուրգեն ջան, այս input-ի։ Հա? Գնամ, տղեկ։ Չի ես։ Լավ, եկեք մի անգամից գրեմ այստեղ։ Constance check-ը հավասար է, հա? Document Take query selector ու ասեմ input-ը։ Ահա։ Բալո ջան, գնացի input-ը բերեցի, ասում եմ հարգելիս, եթե add-event listen-ներ։ Տեք, input-ի փոխվելը կոչվում է value changer, դոլի sense մի վարքյան changer ուղղակի։
Ինքը աշխատում է տղեկ ջան այն ժամանակ, երբ որ քո բանի հետ input-ի հետ բանա փոխվում։ Նայ, Վալեր ջան։ Բտիշկեն դնում եմ, ասում փոխվեց, հանում եմ, ասում փոխվեց, դնում եմ, ասում փոխվեց։ Անդադ ինքը աշխատում։ Հա? Ինքը հուշում է այն մասին մեզ, որ բան փոխվեց։ Գուրգեն ջան, իմը ես օրինակ կարամ այստեղ sense լուծում տայեմ դրան։ Իրեմ let is checked-ը հավասար է false։ Չէ, նախտական ախպերից։ Ենթադրում եմ, որ այս մարդը չի սխտել, Վալեր ջան։ Ու is checked-ը կարամ փոխեմ, չէ՞ արժեքը դիք։ Check-ի, ինչ գիտեք թրու, check-ի value-ի, թե value-ին չէ, checked-ի։ Հիշում եք checkbox-ների դեպքում Վալեր ջան, կետ value չէր, կետ checked էր։ Հա? Checked-ը տալիս էր մեզ true կամ false։ Հիմա նայ։ Okay, բան չունեմ ասել, տղեկ, այս փոփոխականը is checked-ը։ Անդադ փոխվում է, դիք ջան, երբ որ ես այստեղից գալիս եմ, սենց եմ անում, նայ ասում է true, Վալեր ջան, այդ փոփոխականի մեջ եմ բայ, ասում է false, true, false, true, false, այսինքն փոփոխականի մեջ պահում է ինքը։ Գուրգեն ջան, edge-ը reload արեց։ Դու չունես այդ ինֆորմացիան, всё։ Այսինքն դու չես հիշում, դիք ջան, մինչև այդ ինքը էդի ստորագրել էր թե չէ։ Ոնց հիշեմ, ես ոնց կարամ հիշեմ։ Այստեղ գալիս է մեզի այդ հիմնային հիշողությունները տղեկ, այսինքն մի բան, որը որ ես կարամ պահեմ քո կոմպի մեջ, տղեկ, էսի այն ինչ որ գրում ենք մենք, էսի նես չի խոսքի, մեկը դրեց այդ պրոցեսին սաղի համար էդի նույն ձևի աշխատել։ Հենց բրաուզերի ու ֆրոնտի գործը նրանով է լավ, որ դու կարաս այդ նույն բանը անես մենակ այդ մարդու համար, այդ մարդու կոմպի մեջ։ Դիք ջան, կոմպը ֆորմատանի, էդի հիշողությունից ջնջվել է, ոչ մեկ չի հիշել։ Հա? Էսի իտոգում մենք ոչ թե կոմպի հիշողության մեջ ենք անմիջապես բան, ուղղակի բրաուզերն ենք խնդրում ենք, որ այս բանը կոպիտ ասած մեր կոմպի հիշողության հետ խոսում է մենակ բրաուզեր։ Chrome, Firefox կապ չունի։ Մենք ամեն ինչ անում ենք, այսինքն JavaScript-ը միշտ ինչ անում, ասում է բրաուզեր ջան, խնդրում եմ բայր այս փոփոխական։ Բրաուզեր ջան, բայր այս ինչ բան։ Բայց բրաուզերին, երբ որ ասես դու let const եւ այլն, ինքը հասկանում է, որ դա օպերատիվ հիշողություն, այսինքն կոպիտ ասած tab-ը բացել, փակես, ինքը մոռանալու է դրա մասին։ Ջան, մի քիչ ուրիշ ձևով է։ Լրիվ ինչ ուզում ես արա, ֆունկցիաները դե 1/0-ից աշխատում է։ Այսինքն ոչ մեկ չկա այտենց հիմնական, հա, հիմնական ոչ մի բան չունենք տղեկ, բացարձակ չունենք այդպես բան։ Հա? Մենակ էս local storage-ն ա Գուրգեն ջան, ու այդ cookie մուքի դրանք հետո կանցնենք, հա, որ հիմնային մնում է դիք։ Այսինքն local storage կա։ Այդպես մի բան, այո, առանձին մեթոդ է։ Հա։ Այո, տղեկ, այսինքն եթե դուք ուզում եք ինչ-որ մի բան պահեք հիմնային ձևով, այսինքն ինքը չփոխվի կամ անջատել միացնելուց կոմպը restart տալուց եւ այլն, դες դեպքերում ինքը պահի, հիշի, կանանք հետեւյալ ձևով։ Մենք console logit-երը դրենք local storage Այո, ուրեմն local storage-ը ունի set մեթոդ, set item, հա, ոնց որ push-ներ օրինակ։ Ուրեմն եկեք նախ գանք մեր կայքի local storage-ը, գալիս ենք application տղեկ, հա, այստեղ է, application։ Տես application-ում կա local storage tab ինչ-որ, բաժին։ Դատարկ է, դիք ջան, որտեղ դու մինչև այսօր ոչ մի բան չես պահել այստեղ, որտեղ ես պետք։ Այդքանը չէ, իրար հետ կապ չունեն։ Հա, բայց իրար հետ կապ չունեն։ Հա, իրար հետ բացարձակ կապ չունեն։ Okay։ Էսի ավելի շատ որպես փոփոխականի անունա ծառայելու տղեկ ջան, էսի որպես արժեք։ Հիմա նայ Գուրգեն ջան, local storage-ում կարամ ասեմ set item, Վալեր ջան, առաջի պարամետրը սպասում է ան։ Ասում եմ ստորագրելա թե չէ։ Սենց ինչ-որ փոփոխականի անուն եմ գրում, Վալեր, դիք ջան։ Ու արժեքը դնում եմ is checked։ Փոփոխականը չէ is checked։ Դնում եմ, բայ local storage-ում միանգամից բան հայտնվեց։ Տղեկ, edge-ը reload եմ անում, պահելը։ Ուզում ես փակեմ, նորից բացեմ, գնամ local storage տենամ պահելա, թե չէ։ Գնացի application, գալիս եմ local storage, վայ էլի պահել։ Հետի դու պետք է գրես այդ լոգիկա։ Ինքը ուղղակի ինքը դրա հետ կապ չունի։ Ինքը ինչ կորզնի քո DOM-ի checkbox-ի հետ։ Դու իր ուղղակի բրաուզերին խնդրել ես Գուրգեն ջան, որ քո համար ինչ-որ ինֆորմացիա պահի։ Թե դու ինչ կանես այդ ինֆորմացիա հետ ինքը ցած ունի դրա վրա։ Այդ բանը ասում փոփոխական է հավասար թարոյի, թողեշնի պետք է ինչ է դրա։ Այո։ Հիմա ինչ ենք անում։
Պատկերացիք, չէ՞ Վալեր ջան։ Այսինքն տայք հաստորեն մենք երբ է ջնջվում, Վալերը լավ հարց է տալի, բայց երբ է այս ինֆորմացիան ջնջվում։ Տայք այս ինֆորմացիան կարա ջնջվի, երբ որ օրինակ կա տեղ կա է գալիս է քեշերը մաքրելու։ Հա, օրինակ այստեղ տեղ կա, նա այստեղ էս մի հատ բան կա, որ ձեր արա այդ։ Բավա սրա վրա չկա։ Չեմ գտնում այդ տեղը, տայք, բայց ձեր կա որ սա քեշերով մեշերով միանգամից մաքրում ես։ Կոնսոլի մեջ հաստատ կա, տայք, երբ որ մտես, նայ, ջան, ուրա։ Վայ, էս։ Չէ, էս մեր համար։ Տայք ջան, նայք, իրականում այստեղ կա storage, նայեք, այստեղ storage կա։ Այս storage-ը որ գրում ես clear site data, ինքը սա մաքրում է, տղեկ, ինչքան ինֆորմացիա բրաուզերը ձեր համար պահել էր, սա մաքրում է։ Լյուբոյ կայքի վրա սա աշխատում է։ Հա? Լյուբոյ կայքի վրա։ Հիմա նայեք ջան, local storage-ի սա մաքրել է։ Պահել էի Վալեր ջան։ Որը։ Ես ասել էի որ սեղմելուց պահի, այն մարդը այն վաղ պահել էր, բայց դու հետո մտար այստեղից ջնջեցիր։ Հա։ Էսա նայ, всё։ Նայ, ու տղեկ ամեն անգամ ես պահում եմ վերջի արժեքը, նայ Գուրգեն ջան, false, true, false, true, false է։ Այսինքն ինքը պահում է քո վերջինը, որտեղ դու գրել ես որ ամեն անգամ քլիքի ժամանակ էսի պահի։ Հենց աբնալի տեղը, հա։ Ինչը։ Օրինակ մարդը մտել է, չի դրել։ Okay։ Աբնալի տեղը։ Հետո Նաև ոնց ենք ստուգելու։ Այդ մարդը մտել ծառայությունից մտել է։ Ստորագրել չի ստորագրել, չի ստորագրել, թրույա։ Նույն կոմպով են։ Եթե Եթե նույն կոմպով ես, նույն բրաուզերով ես, հա, եթե նույնիսկ դու Chrome-ով բացես այդ նույն կայքը, Valor-ը բացես, Firefox-ով, այդ ինֆորմացիան չի լինելու նույնը։ Ես իմացա, որ այդ կայքն է, ես մտնում եմ ստորագրում, Valor-ը չի ստորագրում։ Այ հրաման կոչման local։ Տվեք local բառը որպես այդպեսին, տիկ ջան, local բառը ինքը իրանով նշանակում տեղը, տեղը, հա, ոնց որ օրինակ տուրիստների համար մենք local ժողովուրդ ենք։ Այսինքն ով որ մշտա բնակները կամ տեղում ըստեղ ապրողները, հա, local storage-ը հենց այդ մտքով են ասում local storage, որից որ յանի տեղի հիշողություն։ Local maximum local Հա, չեմ հիշում։ Այսինքն եթե այդ տարածքում ինքն է մեծացնում։ Հա, այո, տեղի մեծ, տեղի փոքր էլի, հա։ Ու local հիշողություն, տղեկ ջան։ Ուրեմն այս local հիշողություն հասկացողությունը պահվում է այնքան ժամանակ, մինչև Վալոչը 0-ով չջնջես, մինչև Google ջան կոմպոտ ֆորմատ չանես, կամ չմտնես կոմպիտ настройки-ի մեջից այնտեղ տեղ կա 10 Chrome-ի վրա, սա քեշերը մաքրի։ Հա, այսինքն մինչև հաջող։ Այս local storage set item, դիր նոր ստեղծի նոր element։ Հա? Այդ պահը գնաց այդ քննի դու կամ ինչ-որ մտածակում այդ պահը օգտագործել որ ոչ քեշը ոչ քեշն է ձևավորիչը ոչ կոմպլեքս ֆորմատը այդ իրա պահը ինչ-որ բաները հետագայում կա թե քանգարի ինչ-որ բաների մեջ Եթե ծրագրավորողը լավ չնախատեսի, հա, կա լավ։ Չէ, եթե ունենաս նույն բանով բաներ Ում պահով կա ինքնին անունը։ Նույն անունով տոպողական չի պահել։ Իսկ իզալը որ կոդ կգրենք, հետո չնչենք, մեզ չի խանգարել հետո։ Ինչը։ Օրինակ, դες այս վիզուալը կոդ կգրենք, հետո չնչենք ուրիշ կոդ կգրենք, այդ չի խանգարել քեշը։ Հա, չէ, այդ առումով հաստատ չի խանգարել դες։ Բայց օրինակ նայեք, տղեկ ջան, ես տես local ամեն անգամ ինչ եմ անում, տիկ չեմ գալի, ասում եմ set արա local, նայեք Գուրգեն ջան, դու ամեն քլիքի ժամանակ այս նույնը նորից ես կանչում, բայց ինքը հոնդե թազեն չի ստեղծում։ Նա ինքը թազատող չի ստեղծում, ինքը գնում է դրա արժեքն է փոխում։ Հա, ինքը նայեք գնաց տիկ ջան, ոնց որ այդ տեղում արժեքը փոխեց։ Ես տղեկ ջան, կարամ մի 600-ատ այսպես բան սարքեմ, ես իմ ձեռն է, ես ինչ կուզեմ ըստեղ կպահեմ։ Հա։ Ինչ ձևի ինֆորմացիա, Գուրգեն ջան, ինչ ջուրի ինֆորմացիա ասես, ես այստեղ իրավունք եմ պահեմ։ Ես կարամ տիկ ջան, տակից եմ մի հատ լրիվ ուրիշ բան դնեմ, անունը դրեմ, չգիտեմ, անունը կհիշես։ Կամ եկեք հենց մի հատ էս լրիվ ուրիշ բան անեմ։ Այսինքն երբ որ դու կայքի բացես, տղեկ, հա եկեք սենց տակից ուրիշ ֆունկցիոնալ եմ գրում, տիկ։ Երբ ասում եմ constant prompt բանը, name-ը Գուրգեն ջան, հավասար է։ Մի հատ prompt բացեմ ես մարդու մտնելուց, ասեմ գրեք ձեր անունը։ Չէ՞։
Տայք մի անգամից հենց անունը գրած եղավ, ասում եմ եթե անունը գրել է, չէ՞, եթե name-ը вообще կա։ Այս դեպքում ասում եմ local storage ջան, կարաս պահես name-ը ու name։ Չէ, անունն եմ պահում ես մարդ։ Նա ինչա կատարվում, երբ որ edge-ը բացեցի, գրում եմ 3-ներ կամ սենց ինչ-որ, հոպա, ասում եմ name-ը էսա։ Գուրգեն ջան, դու երբ մտնես այս կայ, ես կարամ նայեմ, եթե local storage-ում քո անունը պահել եմ, ասեմ ողջույն Գուրգեն։ Գուրգեն, մտ պարոն alert կարամ բացեմ, ասեմ ողջույն Գուրգեն, ուրախ ենք որ վերադարձաք։ Տես։ Բայց ջնջես։ Եթե ջնջեմ, всё, նորից բացելու եմ քեզ անունդ հարցնեմ։ Չէ, նեյմը ջնջես։ Որտե՞ղ։ Այդ եմ ասում, ես լոգիկան այնպես պետք է գրեմ, Գուրգեն ջան, որ եթե չունես գրած, իմ մոտ չունեմ պահած քո մոտ անունս, ես քեզ նորից պետք է հարցնեմ։ Աբրես, հիմա նայ, տեք, ոնց որ ինչն եմ ջնջում։ Այդ կոնստով հայտարարած նեյմը ջնջում ես, որ ֆրոնտա բացում, իսկ հա չջնջես։ Չէ, ես կոդը չեմ ջնջել, տղեկ։ Չէ, նայեք ոնց է կատարվում։ Ես ջոգեցի որ։ Նայ կոդը, նայ, չէ։ Կոդին դուք երբեք ձեռ չեք տա։ Ինքը վերում է 3, եսի միջից։ Բա if else-ը տուր մնաց։ Աբրես։ Միանշանակ ճիշտ։ Այո։ Այսինքն տղեկ, sense պետք է նայ։ Գուրգեն ջան, ուրիշ դեպքում ոնց էր անելու, գրելու էր if, եթե name-ը կա, alert բացի։ Եթե չկա, խոսքի, բացի prompt, չէ՞։ Ահա։ Դե եկեք ուրեմն մի հատ այս խնդիրը, այն առաջի խնդիրը եկեք լուծենք, ինչ չեք տպայինք։ Թե լավ, եկեք այս երկրորդ խնդիրը սկսենք։ Գուրգեն ջան, ոնց որ կա local storage set item, նույն ձևի կա get item։ Բայց տայք մենք կայքը կոդը պետք է ինենց գրենք, որ լյուբոյ սցենարով աշխատի։ Գուրգեն ջան, մեկը բացել է անունը հələ չի գրել։ Մեկը բացել է արդեն անունը գրած է իր։ Այսինքն դու նենց պետք է կայքը ստեղծես, որ ինքը տարբեր սցենարներով աշխատի։ Օրինակ, ես կարծում եմ, տղեկ, ես name-ից պետք է գրեմ constant name from storage։ Անուն եմ դրել փոփոխական։ Գուրգեն ջան, ես պետք է գնամ local storage-ի, խնդրեմ, որ ինքը բերի ինձ այս անունով փոփոխական։ Տղեկ, եկեք այս սրան է փոփոխական ասենք, հատիկ։ Փոփոխական, բայց եկեք local storage-ի մեջի փոփոխական ասենք, որ մեր համար հեշտ լինի, հա։ Այսինքն տղեկ, ինչ պետք է անեմ։ Ես ամենաառաջին քայլը, Վալեր ջան, հենց edge-ը բացվա, պետք է գնամ local storage-ի մեջից name անունով փոփոխականը վերցնեմ։ Գուրգեն ջան, մի հատ հասարակ ինչ եմ գրում, նայ։ Ասում եմ, եղբայր, եթե local storage-ում sense բան կա, դատարկ չի, Վալեր ջան։ Եթե դատարկ չի, ուրեմն alert արա ողջույն plus name from local storage։ Հա, name from storage։ Գուրգեն ջան, այ հակառակ սցենարով, եթե չունեցար դու local storage-ում, այս կոդն ես copy անում, դնում ստեղ։ Հա? Այսինքն տղեկ, երկու հատ հասարակ մեթոդ ունենք, ասում ենք եղբայր, սա պահի, եղբայր, դա ինձի տուր։ Հա? Տեստ ինչի է սա, տիկ ջան, երկու հատ պարամետր սպասում set item-ը։ Համ k ես տալի որտեղ, համ արժեք։ Այստեղ մենակ ասում ես ախպերես, այս անունով անտերը տուն ընձ ես, փոփոխական, հա? Համին այ Վալեր ջան, ինչ ավես բանը ստացվում։ Անուն ունեի, բայց հենա, տեստիկ միանգամից բերեց։ Գուրգեն ջան, երբ որ դու local storage-ից բան ես ուզում ինֆորմացիա, ինքը բերում է քեզ հետևյալ ձևով։ Ինքը չգիտի տղեկ, հետ էլ զգուշացնեմ, որ մեր local storage-ը չգիտի ինչ բան է զանգվածը, ինքը չգիտի ինչ բան է օբյեկտը, ինքը չգիտի ինչ բան է թիվը։ Տղեկ local storage-ը ամեն ինչ պահում է տեքստային տարբերակով։ Հա? Անհարմարություններ ստեղծելու է մեր համար, բայց հեսա մենք կհասկանանք ոնց վարում ենք, որպեսզի այդ անհարմարությունները չլինեն մեր համար անհարմարություններ։ Տիկ նայ կոնսոլում։ Էսի local storage-ից տվածն է Վալեր ջան։ Հա, ինքը որպես տեքստ է բերում։ Ունայ, տիկ, եթե դու պահես որպես թիվ էսի, նա ինչ եմ անում։ Այստեղ դնում եմ պլյուս prompt-ի դեմը։ Չէ՞։ Գուրգեն ջան, որ պլյուս դնեմ prompt-ի դեմը թիվ է, չէ՞ սարքել։ Ու ստեղ յանի վրոզի իմ արևին թիվ եմ պահել։ Տղեկ, դաժե նայեք, եթե դուք թիվ պահեք, նայ, էսի անընդհատ բերելու է, տղեկ։ Երբեք էսի mail-ի մեջ չի մտնելու Գուրգեն ջան։ Երբեք, որտեվ ես միշտ էդի local storage-ում պահած ունեմ։ Տղեկ, դուք ձեր կոդը ստուգելուց անընդհատ պետք է գաք application, էսի ստեղից մաքրեք delete-ով sense։ Հա, էսի ստեղից ջնջեք, ու նորից գաք։ Համի ասում եմ գրեք ձեր անունը, ասում եմ
45 Okay, եմ սխմում տղեկ տենում եք ես 45-ը սա տեքստ է չնայած նրան Գուրգեն ջան որ ես սա պահել էի որպես թիվ Վալեր ջան տարել էի local storage-ին տիկ ջան հատուկ ասել էի set item արա այս թիվը ինքը չգիտի թիվը ինչ Ну, թիվը բաղում այն տեքստը This վերցնել օգտագործել ժամանակ մի հատ էլ վաղ դարձնի դու Պլյուս Ես գիտես թիվ ես սպասում հա բայց այստեղ կարաս undefined ստանաս Գուրգեն ջան none not a number խի որտեվ եթե տիկ ջան դու ունեցած չեղար նայ ունես չէ հիմի Հիմեսի точно աշտելու է տղեկ ինքը սարքելու հա ինքը հասկանալու բայց Վալեր ջան հեսա տես 45 թվով է բերի որտեվ Գուրգեն ջան ես պլյուս նշանը դրեցի դեմ բայց տղեկ երիքա ես դա ջնջեմ մի հատ սա մեջից նայեք ուրեմն ուշադիր այստեղ 0 բերեց բայց 0 բայց ինչի Այդ ինչը սարքեց 0 Եկեք sense բանանը Տղեկ հələ մի հատ լավ իրականում եկեք հասկանանք եթե չկա հա եթե չի գրել մեկուզ քրու փորձ բան չի գնա 0-ը պահում 0-ը հա փաստորեն 0-ը թիվ սարքելուց 0-ը տալի տղեկ թիվ սարքելու հա փաստորեն էս local storage-ից որոշ որ մի բան ես ուզում որը որ գոյություն չունի ինքը ասում է 0 հա դրա համար էս իմ ստուգումները նորմալ աշխատում են ասում ես տես հո 0 չի 0-ը if-ի մեջ երբեք չի մտնելու չէ տղեկ sense 0-ը false-ի պես բան է այսինքն ինքը գալու է տենա 0-ը չմտնի ստեղ այսինքն alert-ը չի բացվելու այլ գնալու է նորից քեզի հարցնի անում Okay դե եկեք ես պլյուսը դինենք որտեղ անուն եք ահում ու ինչա կատարվում տղեկ ես եմ ու չեմ ուզում տիկ ջան տեքստ պահեմ մենակ կարող է ինձ պետք է մեծ հսկայական ինֆորմացիա պահել Գուրգեն ջան այն կուրսայինի մեր աշխատանքը որ կա Այդ ինֆորմացիան որ պահել եմ այդ տղեկ գնա կորինք Չէ ես ուզում եմ այդ օբյեկտը պահեմ հիմա եթե ես ուզում եմ տղեկ օբյեկտ պահեմ օրինակի համար sense ասեմ Այս օրինակը հասկացամ չէ տղեկ Մենք բանը դա տեսեք Հաջո Օրինակ տնենք ինչ-որ հյուրանոցների բան, բայց այդ name-ի տեղը այդ name-ը որ գրել են, այդ name-ին կվերագրենք ինչ-որ օբյեկտ JavaScript-ով։ Ինքը local storage-ը չի հասկանում ինչ բան է օբյեկտը։ Հա, չի կարդալու, չի պահելու։ Չի կարողանալու պահի Գուրգեն ջան այդ օբյեկտը։ Իր հետ շփվելու ուրիշ ձև կա։ Ուրեմն նայեք, տղեկ, կողություն ունի մի հատ sense format։ Հիմա եկեք լավ է, չեք տպագրել Կոբիդասը իրենց որ ազան վախը որից չէր աշխատում, ոնց ասում ենք ապիշնի բանված որ աշխատել։ Չէ, ինքը մի քիչ ուրիշ բան է։ Չէ, մի քիչ ուրիշ բան է։ Էլի ձևափոխության մասին է խոսքը գնալու, բայց հեսա կասեմ։ Ուրեմն նայեք, Վալեր ջան, հիմի որպեսզի այս ֆունկցիոնալը Գուրգեն ջան ինքը հեքիաթ չի, ինքը իրան սկսի աշխատի։ Հա, օքեյ, checkbox դնելուց պահում ես։ Բան փոխելուց տիկ ջան, արժեք փոխելուց true false-ը ճիշտ փոխում ես, reload անելուց պահում։ Նորից տղեկ, նույն պատմությունն է։ Երբ որ դու ասում ես is check the false կամ ես իմի ինձ ինչ որ բաներ, չէ՞ բան, տղեկ, մինչև ես կոպիտ ասած ես ամեն ինչը դու անել ես, տիկ, դու պետք է լավ, օքեյ, get element-ը թող մնա, բայց Վալեր ջան, քանի որ դու ունես երկու հատ սցենար, հա? Տիկ local storage-ից կախված դու երկու սցենարով ես միշտ շարժվում։ Այսինքն, եթե դու ունես local storage-ում, այսինքն գրում եմ storage checkbox, հա? Ասում եմ local storage։ Խնդրում եմ ինձ տուր այս նույն անունովը, ինչ էի դրա անունը, տղեկ ինչ անունով set եք անում, նույն անունով պետք է get անեք։ Ասում եմ local storage-ից տուր էդի, ասում եմ եթե storage from checkbox-ը կա, բայց հեսա ցույց կտամ, որ էսի ճիշտ պայման չի։ Ու հակառակ դեպք։ Գուրգեն ջան, եթե հակառակ դեպք կա, կարամ ոչի բան չանեմ։ Ինչի, որտեղ Վալեր ջան, ինձ պետք է մենակ այն դեպքը տիկ, եթե պծիշկեն դրած է։ Եթե չէ, թող աշխատի ստանդարտ ձևով, չէ՞։ Ահա, տղեկ, ես ներքևի կտորին ձեռ չեմ տալի։ Գուրգեն ջան, ոնց աշխատում է, թող աշխատի ես ներքևի կտորը։ Ինչ եմ ասելու, Վալեր ջան, ասում եմ, եթե storage-ում checkbox կա, ուրեմն ասում եմ check ջան, check-ը մեր check input-ն է, չէ՞։ Քո check-ը հավասարացրու։ Նայ։ Տղեկ, եթե ես տկլոր տեղը, պրոստը ես պայմանը ջնջեմ, եսի ջնջեմ, local storage-ի մասին հələ մոռացել։ Եթե ես JavaScript-ով input-ին ասեմ check the true-ա, ինքը վերջին պծիշկեն դրած անում, նայ։
Նայ, տեսար Վալոտ ջան, վեշտի դելած։ Լոգիկա չկա, միշտ true է։ Հա? Այս check-ը Վալոտ ջան, նույն value փոխելն է։ Ես կարամ չէ՞ լուբոյ input վեկալեմ, ասեմ քո value-ն էսա։ Չէ՞։ Ոնց որ կարամ կարդամ, նույն ձևի կարամ իրան արժեք տամ։ Նույնը checkbox-ին կարամ ասեմ, եղբայր դու կամ դրած ես կամ դրած չես։ Դժվար չէ հաստատ չէ։ Կա, ահա։ Ոչ, հիմա տեսեք ժողովուրդ ջան, storage checkbox-ը պահել ենք local storage-ում, երբ են պահել, տիկ ջան, երբ որ դու click ես արել checkbox-ի։ Չէ՞։ Գուրգեն ջան, դու մինչև click չանես ես ո՞ր տեղից իմանամ պահեմ էդի։ Քանի դեռ ոչ մեկ Վալեր ջան չի կտացրես տեղ, դու այդ ինֆորմացիան չես պահելու, չես կարողանալու պահել։ Ու սցենարը սկսում է հետևյալ։ Ես գնում եմ իմ input-ը գտնում եմ։ Գնում եմ առաջին հերթին տղեկ ես local storage-ս եմ ստուգում։ Արդյոք local storage-ում ես ունեմ ինչ-որ մի բան պահած թե չէ։ Ստուգում եմ, եթե local storage-ում բան է պահած, ուրեմն ախպեր եկեք, ուրեմն այս checkbox-ը այս դեմից է check տնենք։ Եթե չէ, թողանցնի առաջ տղեկ։ Որտեվ էսի այն լոգիկան է, որ local storage-ից կապ չունի, սա ուղղակի checkbox-ի վրա ադիվան listener-ն է, որ բան փոխվի, ես իմանամ։ Որ բան փոխվի, storage-ում նորից պահեմ տղեկ։ Հիմա նայեմ ոնց է աշխատելու։ Local storage-ը մաքուր է տղեկ մի մեր։ Չէ, մաքուր չէ, էսի պահած է։ Change-ում եմ, գնում եմ console, գնացի։ Էսի console-ս մաքուր է, էսի մաքուր է։ Checkbox-ը դրեցի։ Page-ը update եմ անում, բայց պահեց։ Հա? Որտե՞ղ տղեկ ջան, բայց հիմա նա ինչա կատարում։ Գուրգեն ջան, վրացի սա չոտքի աշխատավ, էլի։ Երբ որ local storage-ս դատարկ էր, տղեկ նորից նայեք։ Local storage-ս դատարկ էր, բացվում նայ, ինքը սենց է տիկ ջան։ Որտեվ էս if-ը ինքը անցել է, չի մտել էս if-ի մեջ։ Որտեվ չկա local storage-ում բան։ Առաջի անգամ պծիշկեն դրեցի, պահեց մարդը, reload եմ անում, դզզեց, արա ինչ ուժ է աշխատում, տղեկ։ Արդեն կա, չէ՞ local storage-ում տես բան։ Բայց այս անգամ արդեն false արժեքով, չէ՞։ Նորից եմ reload անում, checkbox-ը նորից դրեց։ Հարասվում այ ապուշ, բայց false էր ախպեր։ Այդտեղ եթե կա ու Պայմանը ասեմ սխալստում։ միաժամանակ թռով։ Տղեկ հիշում եք, որ ասում էի local storage-ում text-ը պահում։ Տղեկ false-ը text որպես այդպեսի բառ է ուղղակի։ Դա միշտ if-ի մեջ մտնելու է։ Այսինքն դե միաժամանակ հավասար նաև թռվի։ Ջան։ Դե միաժամանակ հավասար նաև թռվի։ Ապրես, եթե storage-ի եղած արժեքը text-ով հավասար է թռու տղեկ։ Այս checkbox-ը թռուտած, դրա հակառակը դիտած։ Նայ, ի՞նչ է կատարում, որտեվ local storage-ը տիկ ինձի տվել էր բան, չէ՞, text։ Գուրգեն ջան, դե եթե text-եր տվել, պետք է ուրեմն համեմատեմ հարցուկ, սա true է text-ով, թե չէ, Վալեր ջան։ Հա? Դու ինչ ուզում ես պահի ինքը մեկը, ահա, նայ։ Համի console-ում sense բան է պահի, text-ը տղեկ, явный text է, այսի true false չի։ Հա? Դրա համար ստուգեցի, եթե true է նոր, այսինքն եթե ես այստեղ պծիշկեն դնեմ, այս ժամանակ նոր կաշխատի։ Հա? Երբ որ սա հանած է, ինքը կհասկանա, որ ախպեր, սա true չէր, դրա համար պծիշկեն չդրեց։ Հա? Բայց Վալեր ջան, true false-ի դեպքում կարաս ուրիշ ձև վարվես, սրա դեպքում պլյուս տնես։ Նորմալ տղեկ ջան։ Այսինքն զրոները մեկ են։ Հələ եկեք հասկանամ, կարող է եւ աշխատի, հա, չգիտեմ, վստահ չեմ։ Համի պծիշկեն դրել եմ։ Պծիշկեն դրել եմ։ Չեմ console log արել, տղեկ ոչ միտեղ, բայց էսի դերում ինչ։ Console log աշխատավարը շուտ հասի։ Այ ասում եմ նա։ Համի checkbox-ը դնեմ, նորից reload անեմ, նորից փաստորեն լավ չաշխատավ, տեսակ տղեկ։ Ես ուզում եի։ Ջան, ես ասի կարող եմ միանգամից 1-0-ի փոխել։ Թռուն հասկանա որ թռուա false-ը հասկանա որ false-ը այնը չեղավ։ Բայց տեքստի ժամանակ նորը փոխում է 0-ի բան չի փոխում։ Ինչը։ Նեմավ որ նոր է տալի, եթե չէր գտնում նոր է, չէ՞ տալի։ Հա։ Փոխում է 0-ի։ Մոմենտալում էր, չէ։ Այս նորը։ Դարձպես հմի կա, պրոստը տեքստով true է գրած։ Տեքստով true կամ տեքստով false-ը երբեք չի կարա թիվ դառնա։ Չէ՞ տիկ։ Դրա համար այն վաղ ճիշտ է ասում, Գուրգենը ճիշտ է կատեց, ասում ախպեր այն վաղ չկա, բայց հմի կա պրոստը։ Եթե չկար, պլյուս է։ Բայց պրոստը հմի կա բան։ Նայ local storage-ում բան կա պահած, թռու է։ Պրոստը բառ է գրած։ Ես ասում եմ թռու բառը փոխի սարքի թիվ, ասում եմ վատես։
Հա? Դե չէ, նայ ոնց որ լագիշտ է աշխատում, ասում եմ true text-ը ոնց սարքում, ասում եմ կոմերցիվ էլի, հա։ Պահով մի քիչ է։ Հա, հա։ Համի նայեք, տղեկ ջան։ Իտագում ոնց ենք սցենարը վարվում։ Եթե տիկ ջան, ամենաառաջին, այսինքն դու եթե local storage-ի հիման վրա լոգիկա ունես, տղեկ դուք ամենաառաջի բանը հենց այդ պետք է ստուգեք։ Տենակ local storage-ում բան պայլես, թե չես պայել։ Եթե պայլես դու ուրիշ ձև ես վարվելու։ Խոսքի ես։ Եթե չէ, տիկ ջան, ուրեմն դու գնա քո մնացած լոգիկան շարունակի։ Կարող է ես ոնց է alert-ի դեպքում, այդ alert-ի ու prompt-ի դեպքում երկու սցենարի բաժանեցի։ Տիկ ջան, քո local storage-ի եղածից կախված կամ էս if-ով էր գնալու կամ else-ով էր գնալու։ Չէ՞։ Okay, տղեկ, այս local storage-ի մասը պարզ է։ Local storage-ը տղեկ, դա բնականաբար ունի նաև remove։ Հա, այսինքն դու կարաս դրած ես change-ես local storage-ից։ Կարող է այստեղ Վալեր ջան, օրինակ սենց արի Գուրգեն ջան, օրինակը բերեմ։ Այստեղ դնեմ button նոր։ Այս ինչ է ստեղծել, լավ։ Հա, չէ, точно։ Remove storage։ Այսինքն մենք դա սա ջնջենք, թե ինչ որ կարել ենք սա։ Այ ապրես, լավ հարց է տալի հենց մի Գուրգենը։ Ուրեմն նայ, երկու հատ տարբերակ կա տղեկ։ Նայ։ Մի որ մի 4 հատ input ունենք, input-ը մեկ ուզում ես պայես, մեկ ուզում ես ջնջես, չէ՞ խոսք։ Հա? Համի նայ, գնում եմ մյուս button-ը եմ բերում, կամ եկեք մի անգամից գրեմ document query selector։ Դե որ հա, Սրա ID-ն է remove տվել։ Հա։ Local մեջը պահում է։ Մի օրինակ գրում ես name, դե անես ինչ որ գրում։ Այդ name-ից երկրորդը կարա խլի։ Չի կարա, բացառվում է։ Okay։ Նույնը փոխելու է։ Այո, լրիվ օբյեկտի պրինցիպով է աշխատում։ Այդ առումով օբյեկտի նման է։ Ինքը այդ պրինցիպով աշխատում։ Նույն key-ով բան տվիր, էնի է փոխելու։ Վերջի տվածը տա պահելու։ Դրա CSS-ը դա։ Ջան։ Դե օբյեկտը CSS-ը դա։ Հա, վերջի տվածն է, որ ռեալիզետ եմ ծնում, այո։ Հավի նայեք։ Ստեղ ինչ պետք է անեի, տղեկ ջան, եկեք սենց անեմ։ Local storage-ին խնդրեմ, որ remove անի, remove item։ Տղեկ, ուրեմն set item, Վալեր ջան։ Ստեղծում ես նորը։ Get item բառը բերում է քո եղած արժեքը ու remove item-ը սենց հաշտվում։ Եթե remove item-ին պետք է ասեմ, օրինակ, բան, storage-ը ստորագրելա թե չէ։ Նույն անունով պետք է դիմի։ Հա։ Նայ։ Մի քանի հատի համար իրար առանձին պետք է գրես local storage remove item, ես ինչ local storage remove item են ինչ ուզում։ Դες բան հաշ չկա այստեղ։ Մի մակարդակ է, child mal չկա այստեղ։ Այստեղ ոչ մի child չի աշխատում, ինքը ուղղակի նույնը չկա Նայ, Գուրգեն ջան, ես այստեղ 0-ով եմ կարամ բաներ ավելցնեմ, տղեկ, հա, նայ։ Չի պետք։ Չէ, բայց մենք չենք մենակ առաջի։ Ջան։ Էսի տեքստ է պահել Գուրգեն ջան, որպես ինքը չի հասկացել, որ էսի բան է, բայց դու JavaScript-ի մեջ չես կարել թվերով։ Ես էսի 0-ով հավայի բաներ եմ արել։ Չեմ կարող անեմ, հա, էսի իր համար մեկ է։ Ոստեղ հա, բանտաբար Կատակամ հավայ գրել եմ, թվերը գրես, բայց ինձ չես կարել թիվը բերես։ Ապրես չեմ կարող։ Ну, կարամ որտեվ local storage get item-ը Գուրգեն ջան, քեզի տեքստային բան է սպասում։ Ես կարայի ուզեի 1 2 3 4։ Այնքը որպես տեքստ է հասկանում, ինքը թիվ չի։ Հա? Նայ, Վալեր ջան, ուրեմն ինչ հրաշք է կատարվում։ Տիկ, եթե ես գրել եմ local storage-ից այն button-ին կլիկ անելուց ջնջի մենակ ես։ Նայ, local storage-ում լիքը բան ունեմ, տղեկ ջան, ջնջելով մենակ եմ։ Ես ինչքան է ջնջեմ, всё, այն է ջնջում։ Իսկ եթե կամ կտամ չնջես։ Remove all։ Իսկ եթե просто գրես remove item-ը ես բան չկա։ Հոլա չկար sense բան, ջան։ Իսկ remove item-ը Բայց կարա բարդիլա։ Բարմեջը։ Ինչը։ Remove item-ը բանոց Գուրգեն ջան, պարտադիր remove-ը կան, չէ։ Արա clear, տղեկ, clear, sense։ Clear, մակրի էլի։ Remove item-ը ջնջում է կոնկրետ մի հատ, Գուրգեն ջան, ու պարտադիր սպասում է, որ դու իրան տաս անում։ Իսկ պրոստը clear կանչելուց ինքը մաքրում է սա եղած չեղած։ Դի լավս պարամետրի մաքրից եթե գրես Նայ։ Օպա, սա մաքրեց, ինչ չկար։ Գրես պրոստը կերնում կանչած պրոստը, չկա դες բան։ Չկա։ Չէ, փաստորեն տղեկ, ունենք մի հատ set item, մի հատ ունենք get item, մի հատ ունենք clear option ֆունկցիա, մեկ էլ ունենք մի հատ էլ remove item։ Всё, տղեկ, այսքանն է։
Կարևոր նյուանսներից այն փաստը տվեք, որ պետք է նայ, այդ չեկի ու մնացածի համար, որ մի կողմով ասում պետք է կան։ Իսկ նայ, իմը դա ինպուտը լրացրեցի, էդիք սխմեցի գնաց պահեց, այդ նույն կողմով, ուրիշ մարդ անում, ռեգիստրացիա ինքը չի իմանում նախորդ ով նստավ չէ, ով նստավի չեմ ասում է, նայ, անհազգան ես գրում, ինչ-որ ռեգիստրացիա ես ունում, ռեգիստրացիա դեղատորցա, երկրորդն է նստում, բայց որ ավնավիտ ես անում էջը, ենիք պահետ, չէ։ Ահա, հիմա նա ինչ պիտի անես։ Բանես, ռեգիստրացիա պետք է նորավոր բացի, չէ։ Ուրեմն երբ որ դու դուրս ես գալի account-ից, սա պետք է մաքրես նախորդին օրինակ։ Logout-ում, որ logout սխմես, ես քո նախորդին ապրես, այսինքն հենց դու logout-ին սխմես կամ VT-ին սխմես, ես դիք ջան, պետք է գնամ այն եղաշղածը սխմեմ, որ հաջորդ եկողի համար այդ դրանից չմնա։ Համ պետք է ընդից մաքրես, համ պետք է եթե կոպիտ ասած Թազի համար թազը սարք։ Չէ, թազի համար չի։ Նրա անազգան ես գրում, ինչ-որ բան ասա, քեզի համար, անազգան դեմը բաներ ասա։ Պետք է այդ input-ների վալյուները ջնջի, այդ բազաները ջնջի, բայց ընդեր պահի։ Երկրորդ էջի մեջը պետք է պահի, ընդեր ջնջի։ Չոր գետի երկրորդ անազգան ես գրում, ինչ-որ ռեգիստրացիա ես ունում ինչ-որ սխմեցիր, պետք է ջնջվավ, այդ դե անում չէ, logout անում։ VT սխմել, չէ, logout-ի։ Աշեն, սխմեցի, գնա այդ անազգանը հատեից հասկացան ջնջվավ, այդ logo VT էլի ոնց որ սխմես վիխը դես սխմ։ Չէ, մտար։ Հենց մտարն ես ինչ-որտեղ գրված անունները։ Okay։ Հելադոս ու Էլմիուսը պետք է մտնի։ Էդի թազը սկսավ էջը, բայց են քո ոնց չտարեք ջնջեցի, ընդեր եմ չի ջնջել։ Սա ջնջվել է։ User-ը չի ջնջվել, օգտատերը չի ջնջվել, որ տղեկ օգտատերը որ կոմպի մեջ չի պահում։ Այդ local storage-ը մենակ ձեր կոմպի մեջ է։ Կոմպի մասնախոս։ Կոմպի մեջ է պահում, մենակ կոմպի մեջ թե կոնկրետ է։ Ինքը չգիտի Gmail, այդ ինչ բան է դա։ Հա? Տղեկ local storage-ը ձեր կոմպի մեջ հիշողության մեջ, ինչ-որ մի հատ բան է պահում։ Ինքը ոչ կապ ունի Գուրգեն ջան, կողքի կոմպի հետ, ոչ կողքի բրաուզերի հետ։ Այնքը այդ բրաուզերի մակարդակով կոնկրետ այդ սայթի այդ կայքի համար պահում է ինչ-որ փոփոխական։ Ու այն գրանցվելու ինֆորմացիաները Գուրգեն ջան օբշի մի տեղ է պահում։ Էդի դու ուղարկում ես, որ տվյալների բազաներում պահեն, էդի տվյալների բազան։ Հա, ոշը։ Այդտենց ինֆորմացիաները դու ես իրավունք չունեմ կոմպի մեջ պահել, թե չէ Գուրգեն ջան, ես դու կոմպիտ մեջ գրանցվես, դիք պատկերացրու մի խոսքի գրանցվես, ես քեզի local storage-ում պահեմ, կողքի կոմպով բացես նույն login parole-ը գրես չաշխատի։ Որտեղ ես քեզի գրանցել եմ այս կոմպի մեջ, այս local storage։ Էդի մենակ այս կոմպի մեջ է Գուրգեն ջան այդ հիշողությունը։ Ուրիշ ոչ մեկ չի իմանա, որ դու կոմպիտ մեջ դες բանում ես պահած։ Okay։ Okay, տղեկ ջան, էս է հասկացանք, բայց այս անտեր local storage-ը մի հատ շատ եղտոր բան է։ Համի նայեք։ Չէ, իրա սա խնդիրը տղեկ ջան, այնա որ ինքը չգիտի ինչ բան է օբյեկտ, հա? Այդ մասին ենք հասկանում։ Համի նայեք, Գուրգեն ջան, մի հատ այսինչ օբյեկտ ունեմ, կոնստանտ A։ Հավասար է ինչ-որ օբյեկտ, k, չգիտեմ, price-ը 500, name-ը կոկոս։ Ուրեմն, local storage-ին դիք ջան, պետք է խնդրեմ, որ պահի եսի, set item անի, ապրանք։ Ու ապրանք։ Չէ, փոփոխականը սա չի։ Ակետ, ապրանք Ան եմ ուզում պահել, օբյեկտն եմ ուզում պահել։ Ես օբյեկտ եմ ուզում պահել։ Ակետ պրայս Local storage-ից դատարկա բան, ման, ոբշեմ, reload եմ անում, ապրանք գրել է object տղեկ։ Չի հասկացել ինչա։ Դիկտա, էսից տնինգա գիտես, չէ՞, վсё, ինֆորմացիաս կորավ, տղեկ, ես չգիտեմ ինչ հարթը։ Չացրեց ինֆորմացիաս։ Այսինքն պետք է դեռ ինչ-որ բան դրես։ Հա։ Այդերը, չէ այդ է։ Հələ local storage-ը մոռացեք։ Ան։ Նայ, պրոստը սովորական օբյեկտ է, տղեկ։ Ուրեմն մի ժամանակ առաջ հասկացան մարդիկ, որ ախպեր ինչ-որ մի բան պակասում է։ Իսկ ես հասկացա ինչ որ այս անջանջան այն կոնսոլ դողն դերեմ ժամանակ չէ։ Առանձին մեթոդ կա հեսա որ պետք է կանչեն,
որտեղ մենք անզոր ենք սրա դեմ տղեկ, հա, որտեղ մենք սրա դեմ անզոր ենք, ջան։ Պարամետրը տանք ան թե Հա, մեթոդ ենք կանչելու, լավ, եկեք ցույց տամ, որ նոր բացատրեմ։ JSON stringify։ բայց JSON-ը JSON-ը մի շուտ բան Հա։ բայց ուրիշ բան ենք արել JSON-ը։ Նայ, տղեկ նույն օբյեկտն, հա։ Նույն օբյեկտն է, տղեկ։ Բայց տեքստ է էսի տիկ։ Մի կարաս վրան տեքստ կանչես, splice անես։ Սովորական string է սա։ Մենք ես ինչ-որ մատ քննի դեմ ենք կանադել, սրանով ենք արել հաուստոբոս։ Ասեմ ինձ։ Արա, ես ձեզի ասել եմ։ Օբյեկտի ռեֆերենսը կտրելու համար ենք արել։ JSON parse, JSON stringify, JSON parse։ Հիշեք, երբ որ ասում եմ մենակ միակ դեպքն է, երբ որ ես կարամ օբյեկտին իր կապերից կտրել։ Սարքեմ տեքստ ապուշան ասում, սա անցածը ապրանքը մոռանա, սարքեմ նորից մարդ, որ ոնց ալում է, չէ՞ որ հիշողությունը միամիտ մարդիկ կորցնում են, գնում ուրիշ ընտանիք են կազմում, խոսքի բայց այս բաները կատարում են։ Ճիշտ է, մենակ սերիալներով եմ տեսել, բայց հիմի նայեք, բայց իտոգում տղեկ, ես ինչ եմ անում։ Նայեք, ես պրոստը հիմի նայեք որտեղ է ինքը օգտագործում։ Ես երբ որ դու օբյեկտ ես ուզում սարքես տիկ, պահես։ Ես տանում եմ այդ օբյեկտը, պահում եմ local storage-ում որպես տեքստ։ Ադիկ հասկացան տեքստը։ Ո՞ոնց հետ բերես իրար։ Ապրես։ Հիմա նայ։ Երբ որ Գուրգեն ջան, set եմ արել, եկեք set հարած տարբերակով նայենք իրան, գնում եմ application, տեքստ է պահած։ Էսի տեքստ է։ Այն մյուսը։ Ապրես։ Գնում եմ տակի տողից մի անգամից Գուրգեն ջան, ես արդեն կարամ գնամ ասեմ constant ապրանքը ստուր։ Ապրանքը ստուրը հավասար է։ Local storage get item ապրանք, չէ, get item ապրանք, բայց ներողություն։ Ապրանք Ու տղեկ ջան, մի անգամից ներքևը գրեմ console log, հա? JSON get parse։ Ու ապրանքը։ Անկոր է։ Դեան ես այսի հաշվի տարբեր դեպքերում էր կատարում։ Չէ, մի ա փոխականը որպես փոխական կորա։ Նայ, պատկերացրու էսի երկու սցենար նայ։ Հիմա նայ, եկեք լավ sense գրեմ։ Ապրանքը ստուլը։ Այսինքն եկեք լոգիկան թարս գրեմ։ Ասում եմ, եթե local storage-ում բան կա պահած, տիկ։ Եթե local storage-ում բան կա պահած, ապա ոնց որ վերցանիր այդ ինֆորմացիան, հա, sense ասած, հետ բացի այդ տեքստը սարքի ախպեր իմ ինֆորմացիան, իմ օբյեկտը հետ դու ախպեր։ Ու կա երկրորդ սցենար, Գուրգեն ջան, որ եթե չկա local storage-ում տես բան, else-ում, ապա սարքի մի հատափոփոխական, հա, այս տիրույթում արդեն, նայ, այս համակարգի նշանների տիրույթում։ Okay։ Այսինքն եթե ապրանք կա local storage-ում, ուղղակի բացիր տուր ինձ։ Եթե չկա, պահի։ Չէ՞ Վալեր։ Օպա։ Գնացինք console, բայց նորից մեր հետ եկավ մեր օբյեկտը, մեր սիրած։ Բայց Գուրգեն ջան, ինքը չի հիշում, որ ըստեղ էի պահել իրան, ինքը չգիտի անով է, ինքը չգիտի եւ այլ։ Նորա զարտեմ եկե ջոգելա ինքը օբյեկտ է, սենց ինչ-որ մի բան։ Ես կարամ ըստեղ արդեն Գուրգեն ջան, գրեմ նոր կոնստանտ, հավասար է։ Ու այս։ Չէ։ Հա? Տղեկ, սենց լիքը ինվորմացիաներ զանգված կլնի, օբյեկտ կլնի, ինչ կլնի, ես կարամ պահեմ։ Օբյեկտի ու զանգվածը JSON, դա։ JSON։ Թե զանգվածը օրիգինալ։ Հələ եկեք իրականում փորձենք։ Այսինքն եկեք սրա այս օբյեկտի տեղ, հա, տղեկ։ Գրեմ Ստորակի դիք կոնստանտ։ Չէ, բան չունեմ, կոնստանտան հավասար է զանգված։ 22 40 ոբշուպ սենց։ Հա? Պատկերացրի ինչ արի, Վալեր։ Էսի արդեն всё, ապուշացել է, միշտ պահել է։ Էսի մինչև չջնջեմ տղեկ։ Նորը չի պահել։ Նայ, string-ով պահել է, չէ՞ որպես տեքստ։ Դաժե նայ արդեն հասկանում ա տիկ։ Որտեւ ինքը ջոգա, որ էսի JSON-ը։ Ցույց տալի, բայց իրականում ինքը չի ջոգ էստեղ էլ։ Գնում եմ console։ Հա, հիմա որ նորից reload անեմ, տղեկ։ Ոյ, զանգվածս հետ եկավ։ Փաստորեն Գուրգեն ջան, զանգված եւ օբյեկտ, հիշում եք զանգվածի type-ով-ն էր օբյեկտ։ Այսինքն փաստացի ստացվում անեց, որ զանգված եւ օբյեկտ կարելի է JSON parse անել, հետո JSON stringify անել, կոպիտալ string bar-ն է։ Stringify-ը ցանը փաթաթում ես որպես տեքստ ու հետ ես բացում, երբ որ ուզում ես հետ վերցնել։
Ոնց որ կոպիտ ասած տղեկ բանը լի, փաթեթավորես հետո հետ բացես, սենց ինչ-որ մի բան այլ, ոնց որ պահես տոպրակով հետո հետ վերցնես, կամ չգիտեմ ինչ-որ սա ոնց է, գցես խոլոտը սարը, հետո հենց ուզենաս հանես լգի են, հա? Այսինքն այդպես բանը մոտավոր JSON parse եւ JSON stringify մեթոդներ, որը որ կիրառել ենք մենք օբյեկտի հիշողությունը ջնջելու համար։ Բայց փաստացի sense դեպքերում էլ է ինքը օգտագործվում, հա, երբ որ local storage-ում ես ուզում ինֆորմացիա բայ։ Փաստացի տղեկ, մենք գիտենք local storage-ում ոնց բան ավելացնենք, որպեսզի այս հիշողությունը պահպանվի տղեկ, որպես տրուկ ես կարամ հիմա այս բրաուզերը փակեմ, այն մյուսը չէ որ հանկարծ վիզում չկտրվի, ու նորից բացեմ էսի։ Բացում եմ բրաուզերը, բացում եմ էսի, նորից այս նույն կայքն եմ բացում, գնում եմ inspect, հայ, նույն զանգվածս հետ եկավ։ Որտեվ տիկ ջան, բրաուզերը փակել, բացել, կոմպը տանջել, միացնել, տղեկ բացարձակ չի ազդում local storage-ի վրա։ Բայց եթե հանկարծ դու մի հատ late ես գրում, Գուրգեն ջան, հերիքա դու մի հատ reload անես, այդ քո late-ը կորել է։ Late, const, այդպես բաները ժամանակավոր է, ֆունկցիան աշխատավ ջնջվում է հետևից։ Բալոց ջան։ Որ ասում եք ոնց լեթը մեկը քիչ է շուտ, բանը շատ է Այդ պահին այդ պահի մասը։ Այդ պահի մասին է խոսքը։ Այդ պահին հա քիչ է, տարբերություն կա ինչ-որ մի չափ։ Չէ, ես որ տարբերության համար սրա մեջ չկա այդպես հիշողության տարբերություն։ Չէ, էսի ուրիշ ձև է չունես։ Էսի մի հատ բանը որ պահում է Գուրգեն ջան, K ու text։ K text։ Կապ չունի կոնսոլից գրել թե լետորից գրել իրան։ Չկա, ինքը չգիտի կոնսոլեցի ինչ բան։ Ինքը ասում է եղբայր, ես մենակ գիտեմ local storage set item։ Ասում եմ ես գիտեմ մենակ local storage get item, եկե local storage-ը ախպեր։ Մի հատ clear կա որ սաղաջջում եկե remove item կա որ կոնկրետ բան է։ Ասում եմ всё ախպեր։ Ինքը իրականում այն հիմնական հիշողության հետ Գուրգեն ջան կապ չունի, սա առանցին հիշողություն է։ Դեռ երբեք չմտածեք որ էսի գնում են heaps take հիշում եք այդ ամեն ինչը։ Դրա հետ вообще կապ չունի։ Էս իր համար լրիվ առանձին աշխատող բան է, սիստեմա ոնց որ սենց ասած։ Հա? Okay, կոնկրետ դու գրադիտ մասշտաբով է պահում իրան է։ Հա, էսի ընդհանուր ավելի գլոբալ։ Ավելի մեծ մասշտաբով է։ Հա, այո։ Ու տղեկ, ամենակարևորը չխառվեք, սա աշխատում է մենակ այս բրաուզերում, մենք ուրիշ բրաուզերով բացել էսի չկա։ Հասկացա։ Հա? Այնտեղ որ սովորական փոփոխականներով անում ենք, լեթով ու կոնսոլով կամ օբյեկտը բանալի պահում, բանալի տառների թվում է։ Սրա մեջ կա բանը, թե մի գրում ենք օրինակ local storage էսի բանը պահի մեջ է։ Ահա։ Դիկա էլի բանալի կոպեկ այդ դրուժենները աշխատում է սրա համար։ Օրինակ տվել ենք ստեղ name, այդ name-ը թող հավասարնի ինչ-որ բան։ Ինքը չգիտի այդ ինչ բան։ Չէ, այն բանը չէ, որ օբյեկտին հավասարեցնում ենք այդ բանը։ Չի աշխատում։ Ինքը չի, բանալի օբյեկտ բանը չկա։ Բացարձակ։ Ինչի Գուրգեն ջան, արի եթե հասկանա։ Որտեվ տիկ ինքը միշտ պահում է տեքստ։ Չէ, ես K անուններն եմ ասում։ K-ի անունները կարևորը չկրկնվի, տեքստը։ Չէ, չգրկնվելու բանը չեմ ասում։ Մենք այդ անունը փոխելու համար եմ ես ասում։ Մենք գրում ենք օրինակ կոնստանտ հավասար ինչ-որ մոտ օբյեկտի, հետո ան վերագրում ենք B-ին, B-ն հավասար է I-ին։ Այդ B-ն դառնում է նույն օբյեկտը։ Այս պահն ասում։ Քո անունների փոփոխությունն է կարա՞ղ։ Դու կարաս մաքսիմում Գուրգեն ջան, գերես օրինակ ես որ ստուգես տենաս բան կա, դու գաս չգիտեմ, այստեղ նորից ասես local storage set item, նոր անուն, հա, նոր անուն։ Ու գնաս այս ապրանքը store պահես, մաքսիմում ես կարող, energy ջես։ Այսինքն local storage-ը դու հատ պետք է աշխատես, նայ, նոր անունով էլի նույն բանը պահես։ Այսինքն ինքը չգիտի այդպես բաների ինչ արել։ Այդ բանը ասում եմ, անունը ջնջվեր, նոր անունը պահվեր։ Էդա դու ուրեմն տակից է պետք է գրես Գուրգեն ջան, որ local storage ջան, remove item ապրանք։ Հա։ Սա զերով պետք է ասես այստեղ։ Okay, կապ չունի let-ի ու constant մի չէ, constant ու let-ի բանը չեմ ասում։ Հա, ընդհանուր առմամբ այն սիգմի քիչուրի դեպի աշխատում ապրես սովորական փոփոխականների համար նո օբյեկտը բաղ փոփոխական է իրեն քիչուրի դեպի է։ Բաղում իրան ինչի ինֆորմացիան, անունի զուտ մենք փոխում ենք A-ի տեղերը, ասենք բան հավասար օբյեկտի, հետո ինչ-որ այստեղ օբյեկտ հասկացողություն պրոստը չկա, ինքը մենակ տեքստ է պահում, սա էդիտորը սա հարցը փակում է, որ ինչ-որ փոփոխականորեն հավասար օբյեկտի, էդի K-պրեսի, բանալի ու մնացած K-ը, գրում է անհավասար
մենք B ենք պահել, հետո գրում ենք անհավասարաբային, այդ B-ն դառնում է այն օբյեկտը։ Ռեֆերենսը պահում էր, այո, ռեֆերենսով հիշում էր եւ այլն։ Էդի, հա, էդի երբ որ լեթով չի անում, չի գիտի։ Որտեվ ինքը որտեվ ինքը string է պահել։ Մի համ դու կարող I-ով այդ օբյեկտին կպնել, համ B-ով, Ճիշտ է։ նույն բանն է։ Այստեղ չկա դες բան։ Այդ անունն ու նոր անունը չկա։ Ոչ մի տարբերակ է։ Հա։ Ոչ մի տարբերակ չի հասկանալ։ Մի Հենց այդ ախր խնդիր է Գուրգեն ջան, նա երկու հատ նույն զանգվածից են πάει, բայց ինքը չգիտի այդ մասին, որտեղ ինքը էսի տենում է որպես ինչ-որ տեքստ։ Իր համար կարան այդ երկու տեքստերը զուտ իրար նման են։ հասկանալի։ Բայց ոչ սրա մեջ բայց կարան կոպիտ ասած համալցումը կոնեան։ Հա, այս US իրար ասել են որպես տեքստ։ Որպես տեքստեր իրար կարաս համեմատ, էս այո։ Ահա։ Դավեք, հիմա էսի հասկացա։ Տիկ, ուրեմն երբեմն թեկուզ այս պարագայում մի հատ եկեք վատ օրինակ ցույց տամ։ JSON parse-ին եթե հանկարծ սխալ բան տանք, կարա տրակի։ Error գցի։ Նայ։ Բալոչան, օրինակ sense դեպք կարամ ունենամ։ Ես այստեղ ասել եմ, չէ՞ որ local storage-ին ուրա get item արա ապրանքը, բալոչան։ Ու այս ապրանքը տիկ ջան, հետո գրել եմ JSON parse։ Գուրգեն ջան, հենց մասը նայ։ Ուրեմն երբ որ ասել եմ JSON parse, ու իրան ինչ-որ դա արժեք եմ տալու։ Դեք այն ժամանակ այստեղ զանգված էր JSON parse-ը որպես աշխատելու է, JSON որպես։ Մի տեքստ եմ գրում այստեղ հավաքում։ Նայ Գուրգեն ջան, դեք ջան, հələ Սա կոմակդրում թարգմանալու։ Տարակավ։ Ասում եմ եղբայր, դու ինձ խոսք էիր տվել, որ JSON parse-ին տալու ես օբյեկտ տեքստային ձևով։ Ինքը, դեք այդ JSON կոչվածը ինքը հատուկ ֆորմատ է, որ JSON parse-ը հասկանում է։ Հա? Դիք ջան, ինքը հասկանում է, երիքա դու մի հատ փոճուր չակերտ փակած չլներ JSON ֆորմատի մեջ, ինքը դա որպես ուրիշ ֆորմատ է հասկանալու, ինքը չի կարողանալու դա օբյեկտի վերածի ու նեղվի։ Դեք, այսինքն երիքա ես կարամ ասես կոպիտ ասած Всё, էսի օկտատերը, Վալերչան։ Կարող է մի ամիտ պտել այս շեշը ստեղ բզբզացել, հա? Հա? Մտես ստեղ Գուրգեն ջան, քո ձեռն է, չէ՞, դու կարաս չգիտեմ, սովորական մարդել ես, մտես ինչ-որ անկապ բաներ անես, կամ մի ամիտ եսի ինչ անես, կամ խոսքի մարդ ես, տղեկ, կարող է մի ամիտ սխալ ինֆորմացիա պահվել local storage-ում։ Դիք ջան, բայց այդ մի փոքր սխալ ինֆորմացիայի պատճառը, որ local storage-ում պահել ես, չպետք է սա կայքը ցխ։ Տղեկ, այս հրա դեմը առնելը մի քիչ հեքիաթային բան է, ես Վալերչան չեմ կարող այդքան բան հաշվի առնեմ, է։ Տղեկ, այսինքն sense դեպքեր կա, sense հասկացողություն կա։ Ամեն ինչ հաշվի առնել անհնար է։ Ու դեպքեր կա, որ չարժեզքի դրա համար պայման գրել։ If ամեն անգամ տիկ ջան, ես մի 480-ատ if ոչ եմ գրի խոսքի։ Տղեկ, նմանատիպ փախած, անասուն դեպքերը, որոնց որ պատճառով որ կարող եմ կայքը բացարձակապես սկսի չաշխատել, Վալերչան։ Դրանք պետք է իզոլացնել։ Այսինքն, տեսել եք օրինակ, որ ուզում են, չգիտեմ, ինչ-որ ռումբը բան անեն, տրակացնեն։ Հա, օրինակ խոսքի, չգիտեմ, բան են գտնում, մին են գտնում, հատուկ սարքավորումներ կա, դրում ես դրա մեջ է պայթում։ Որ կողքի ոչի բանին ձեռք չտա, ոչի բանին չկպ։ Հա, երբ որ բայց կարա չպայթի, չէ՞ Վալերչան այդ բանը։ Այսինքն ամեն դեպքում տիկ ջան, բերում են վրան մի հատ իզոլացիոն բան են դնում, ու փորձում են տրակացնեն, կարող է խոսքի, չգիտեմ, խափել են տրակող չի, դաժե չտրակի։ Վալերչան, որպեսզի զգուշանանք այս ամեն ինչից, հմին այ, յավդի տղեկ, հենց մի մեր մոտանեն սիտուացիա, հա։ Սենց ասած if-ը ենքում վերելի կոնստով կանքի շուտ բանի դեր կագեն։ Ոչ պեն if-ը, սա։ Հմին այ, այս տայք այս խնդիրը հմի ունեմ։ Okay։ Տղեկ ջան, ուրեմն սենց ենք անում։ Try փորձիր։ Եվ catch։ Հեսա բացատրում։ Հիմա սա ձեզ ահավոր անծանոթ տղեկ ջան գրելա ձևը այս ամեն ինչի մասին։ Հաջան։ Էսի event հա, կապ չունի, ինչ ուզում ես դիր event։ Հա։ Հմին այ։ Հիշում եք, չէ՞, կորվիրով։ Այս սկոպկեկը մեր փոխանցել դες։ Թրա իհարկե, любой սկոպ կա ազգում էր։ If-էր, else-էր, for-էր, ինչ-էր, ազդել։ Բանասի կարող է էսի։ Չէ, սկոպը շնի любой բան, այս համակարգի նշանները ուր դեր տեսա։ Բայց արդեն սիրուն է, տեսեք, տղեկ, էսի error չգիտեք, չէ՞։ Էսի ուզում եմ ասեմ, JavaScript-ը չնկատեց, որ էսի տրակել է։ Ես եմ տպել, event եմ տպել։ Ես կարամ էսի չտպեմ, գրեմ բայ տրակեց։
Всё կոնսոլ լոգ է սա ուղղակի տղեկ։ Всё։ Այն error-ը չկա է։ Բայց ես երբ որ ես իզոլյացիան չի արել, նա ես ինչ եմ ասում եմ տղեկ, փորձի ես կոդը արա։ Հա? Նայ try բառը տենում ես տիկ։ Ասում եմ փորձի։ Ասում եմ ինչ փորձեմ, ասում եմ ես համակարգի նշանների մեջ գրածը արա։ Ասում եմ հա, ասում եմ բավոր տարակի, բավոր երրորդն, ասում եմ ջանդամը, մեկը catch-ի մեջ անգնել։ Հա? Տղեկ, ոնց որ if-ն ու else-ն է։ Հա, որ եղավ թող երևա, ավելի sense ասած, եթե այդ փորձերը, այս փորձերի ընթացքը եղավ, այս մյուսը Չի աշխատելու, catch-ը չի աշխատելու։ չի աշխատել։ Երբևիցե։ Catch-ը աշխատում, ոնց որ if ու else-ն է, տղեկ։ Հա? Я if-ն աշխատում, я else-ը։ Նույն էստեղ է, я try-ն աշխատում, я catch-ը տղեկ։ Այսինքն միշտ try-ը անելու է, չէ՞, կներեք, ավելի try-ը միշտ փորձելու ան։ Գուրգեն ջան, փորձում ես կոդը տանի, եթե ինչ-որ տեղ խնդիր եղավ, catch-ը բռնելու է։ Catch-ը բռնել բառն է։ Catch-ի մեջ բան չգրես։ Մի քիչ։ Բայց catch-ը պարտադիր պետք է գրես։ Չէ, օրինակ, Բայց catch-ի մեջ կարաս բան չգրես։ Այդի չէ, Այս է։ console log-ը, Այսպես կարամ դնեմ։ console log-ը Սենց։ բարձր է։ Հա? Մի աշխատի, չաշխատի, նեգե չի երևալու։ Եթե աշխատի։ Մի փաստացի error կա տղեկ մեջ։ Հա, Բայց չի երևա։ Այդ JavaScript-ի մնացած տողերին չի խանգարելու։ Այսինքն տղեկ, եթե գիտեք, որ բան կա, որը որ մի քիչ մուխանաթ է, կարա պայտակ տրակի, կարա ճիշտ չաշխատի դիք ջան, դու կարող անդից անընդհատ անասուն ինչ-որ խնդիրներ ստանալ։ Դրա համար դու ես try catch-ի մեջ։ Մենակ այս սրանա վերաբերում, թե if-ն է կարաս, թե սրա։ Ինչ ուզում ես գցի ֆունկցիա սարքի մեջ։ Ֆունկցիա սարքի ֆունկցիա կամ չի։ Գուրգեն ջան, այսենց սաղին, այսենց փաթաթում, հա։ Այսենց սաղին փաթաթում։ Խի։ Որտեղ այն ֆունկցիա որ դու գրում ես, չստեղ աշխատի, չտեղ ամբողջ կայքդ փաթաթի մի հատ try catch-ի մեջ։ Ամբողջ կոդը կարաս մտածես մեծ try-ի մեջ փաթաթես։ Որ աշխատա։ Հա։ Որ աշխատա։ Պարադի ես catch-ի մեջը բան դիգերուց, չէ՞։ Չէ։ Catch-ը գիտես երբ աշխատում։ Երբ որ էլիկ չի աշխատում։ Աբրես, խնդիր ա եղել այսինքն։ Հա։ Catch-ի մեջ մաքսիմում ես տղեկ, եթե ինչ-որ լուրջ խնդիր ա եղել ու չեմ կարացի աշխատացնեմ, ալերտով կասեմ ինչ-որ բան այնպես չէ։ Իսկ եթե տեղեկացնելու համար։ Եթե սրա մեջը փաթեթ դու չես տեսնի որ տողնա խնդիրը։ Էնիկ էլ տալիս է տողը ամեն ինչով տալիս է։ Աբրես, հիմա նայ։ Տալիս է։ Աբրես, էսի գիտես ինչ ենք մենք դնում, որ օկտատերերը հանկարծ ասես բանի մեջ չընկնեն։ Գուրգեն ջան, օկտատերը չի բացելու տենա JavaScript-ի որ տողում է խնդիրը։ Այդ իրան պետք չի։ Հա, այսինքն նայ ոնց ենք, կոդը սենց ենք աշխատում, տղեկ, եկեք սենց նայենք։ Ես եմ տիկ, սաղ գրել եմ, try catch-ի մեջ չեմ դնում։ Գուրգեն ջան, սաղ լոգիկաս գրել եմ, ինչքան ապուշ վատ case կար, փորձել եմ մաքսիմալ հաշվի առնել, հա, բայց բաներ կա, որ տղեկ հնարավոր չի հաշվի առնել այդքան բան։ Դու կարող ես մտքովդ է չանցնի, որ հաշվի առնես, բայց զգում ես, որ մուխանած կտոր, հա, կարա ամեն ապուշ բան խոսքի ինչ-որ փչացնի այդ քո գրած կտորը, առանց վարանելու իրան դնում ես try եւ catch-ի մեջ։ Էսի նավսյակին ա տղեկ։ Հա? Նավսյակի սլուչի ախպեր, մարդեսու էլի, սլուչի չիվո։ Սլուչի չիվո, ասպեմ երբ է, փորձի էսի անես։ Ով ասած սենց առանց այդ դրանով գրես ինչ-որ բան այնպես։ Առանց դրա գրես կոդը, փորձես աշխատալ։ Սա վատ դեպքեր է, եթե որ, հա, բավական դու առանց դրա գրում ես կոդը, աշխատում է չոթի, նարսը քիչ մեջը թողել է։ Մեկի ոչ վնաս կտա, ոչ է բան։ Բացարձակ վնաս չկա իրանից։ Աշխատի։ Բացարձակ իրանից վնաս չկա, եթե օգուտ չլինի, վնաս չլինելու առանց։ Հա? Ու շատ կայֆոտ բան է, տղեկ ջան, հա։ Այդ առումով տղեկ շատ բոմ բան է try catch-ը, էլի, ոնց որ ինքը ասում է փորձի ես անես, եթե չստացվի ինձ ասի։ Հա? Լավ բան է։ Տղեկ, այսինքն իրականում ես ձեզի հիմա կամած այս փոճուրի փոքր թեմաներ է, տղեկ, ես ինչի, local storage-ը որ ասեմ, հոլա, ես ինչեր չէ։ JSON parse, JSON stringify կիրառումը էլի բարձ է։ Try catch-ն է, որ մի ասեմ ես ինչա, ես ինչ չի, բայց իրանք մեզ պետք են հետո։ Իրանք մեզ պետք են օրինակ հաջորդ թեմայի համար, հա? Ու քանի որ ժամանակ ունենք, տղեկ, ու թեման ձեր մեծ չէր, եկեք ես կամած սկսեմ ձեզի բացատրել հաջորդ թեման, հա? Գուրգենն եկա շարունակի։ Որտեղ անիմաստ է, եթե չգիտեմ, հասկացնեք, ոնց որ ձգձգելու իմաստը ես չեմ տենում, էլ։ Դզից, էսի շատ լավ հետաքրքիր բան։ Okay.
Բարձր։ Օրինակ Angular-ը տվեք, այն ի սկզբանե ամբողջ ձեր պրոյեկտը փաթաթվում է try-catch-ի մեջ։ Ամբողջ պրոյեկտը։ Տողնի վետի չես է տենում ինչ-որ միտեղ գրած։ Հա, տես Angular-ի կայֆը է դա, ինքը լիքը բան տակից արդեն քո համար սաղ ստռախովկեքը տեսել է, բան սաղսես, պատրաստել է քո համար, որ գաս գործանես։ Լիքը բանի մեջ դու չես է թաթախվում, տվեք։ Angular-ի լավ է դա, որ ինքը քեզ մաքսիմալ են անիմալ ժամանակատար բաները։ Այն Հա, անցանկալի բաներից ոնց որ հերո է պահում քեզ, էլի, հա, որ անիմաստ բաների մեջ չմնես, էլ։ Ես դրա համար եմ Angular-ը սիրում։ Օրինակ React-ը տես չի, սա 0-ից պիտի 0 քո համար գրելով գնում։ Հա, React-ը 0-ից ցավ գնում ես։ Էլի ինքը ունի դիք ջան, պատրաստի բաներ, բան եւ այլն, բայց Angular-ը ոնց որ ասի ախպեր, որ ծամի դրի բերանը։ Գիր այս կարգին, որ ամեն ինչը պատրաստի կա։ Դու պետք չի խոսքի հեծանի։ React-ը պիտի հորինելով գնաս։ Հա, մեկը մի բան սարքել, մեկը մի հəvին այդ React-ի վատը որն է, որ ոսկի մեկը մի եշություն սարքել է, գցել է, ասել ախպեր, կարող օգտագործեք React-ով գրած։ Դե JavaScript-ով մի բան սարքել է, գցել է անում։ Էդի վեկալում է մեկը օգտագործում է բան եւ այլն, ախպեր, մեկը անընդհատ խնդիր ալու դրանից։ Ինչի է դրանից խնդիր անում, տվեք, որովհետեւ էդի գրել է ինչ-որ կամական developer, կամական ծրագրավոր։ Ինչ գիտես, ոսկի Տոշկյան գրած է։ Բայց Angular-ի յուրաքանչյուր գործիք, յուրաքանչյուր բան ստեղծել է Google-ի թիմ։ Այսինքն տվեք, էդի մի հատ այնքան է этаպ անցնում, մինչև հասնում է մեզ։ Ինդեղ խոսքի մի 100 հոգի աշխատում է թույն ծրագրավորող, դեր խոսքի սա գրում են, հետո տիկ ջան ստուգողներ կան QA կոչվածները, հա, QA-եր կոչվում։ Իրանք ստուգում են կատարում, полный ход, բան եւ այլն, կարող է խոսքի էդի մի 20 հոգի ծրագրավորող էլի, որ էդի օգտագործի տենա հաստատ տոշնյա։ Սաղ ձևերով ստուգում են։ Օտիդոկ իրարում են, հազարում մի բան են հաշվի առնում, հազարում մի բան են մտածում եւ այլն, նոր էդի հասնում է մեզի վալոր։ Որ արխեին լես, որ էդի օգտագործի, всё, ախպեր, էդի հաստատ տոշնի է, ոչ թե դնես մտածես հալա արժի էսի կապցնեմ թե չէ։ Հա? Էտա, տես ինքը Angular-ը դրանով է, որ ինքը մաքսիմալ քեզի օգնում։ Դա իհարկե իրականում հետաքրքիր ապուշ բան կա, որ ես չեմ ասել, իրականում Angular-ի մեջ կանցնենք, բայց click կարելի ավելացնել, նաեւ HTML-ի մեջից։ HTML-ի, հա, click-ը կարելի է նաեւ ավելացնել HTML-ի մեջից, HTML-ի մեջից կարելի է ֆունկցիա կանչել տղեկ, բայց հեսա տեսա կարճ, տեսա գուրգեն նեգա ցույց կտամ, բայց մի քիչ շատ Angular-ով հարմար է։ Angular անելուց անելու ենք այդպես, դիք չէ։ Angular-ում չկա տենց հասկացողություն, ադենը լիսին, այդպես չեն գրի։ Այս միակնից բանկոսկովը HTML-ից կանչում է։ HTML-ից կարճ գրում ես։ Իտոգում տղեկ, էդի գրածը, դիք ջան, ինքը տանելու է սարքի ադենը լիսին։ Տղեկ Angular-ի կայֆը որն է, որ ինքը ասում է դու սենց պուպուշ գրի։ Ես կտանեմ սարքեմ նորմալ JavaScript։ Հա, որտեղ վալը ջան, ինքը պետք է տանի էդի վերջում սարքի։ Այդ ամեն ինչը մենք չենք տենում, մենք չենք տենում ինչ կատարվա, ոնց հարեց այդ ամեն ինչը։ Հա դասկական մատոր աշխատում տակից էլ։ Երկա դա վիժոկ կա, որ այդ անդեր աշխատում։ Խոսքի մի բանի մեջ HTML-ը գրում ենք ադրեսի, դեպի ժամանակ խոսքի SCR-ը անմա սարքում ես թե Նայ, խոսքի մի HTML-ում գրել ես click, ես ինչ ես բաներ ես, tutti frutti բաներ ես անում, տիկ ջան, ինքը տանում այդ սարքումա JavaScript։ Հա, օրինակ ոնց է, չէ՞, մի դու JavaScript-ով ես, չէ՞, cycle for-ում եւ այլն։ Angular-ի մեջ HTML-ի մեջ ես կյանքումից անում։ Հետո ինքը վալեր ջան, էդի տանում է սարքումը, document, get element by ID, for each, append child եւ այլն։ Տես այդ ամեն ինչը տղեկ, իտոգում կատարվում է, այդ ամեն ինչը կա, պրոստը այնտեղ դու չես նկատում այդ ամեն ինչը, ինչ է։ Ճճտալ են արագ գնում։ Այսինքն մի հատ HTML ֆայլ առնում, այս սարքումը ունի դիք ջան, ունի, բայց օրինակ JS-ում ավելի բարդ լոգիկաներն են գրում։ Բայց HTML-ը այնքան է հեշտացրած, որ տեսը որ ինչի կապված է կոնկրետ HTML-ի մեջ գրում ես ընդեր, վալոր։ Էլ չես ընդելում։ JS-ի մեջ HTML կոդ չգրելու համար է տղեկ էդի արած։ Օրինակ hedge հաճելի չի, երբ որ ես գրելուց ամեն անգամ գրում եմ create element a։ Create element-ը append child-ը։ Create element b, append child d։ Հա, այնտեղ հեշտ է ալում ավելի։ Զուտ հեշտացրած է, բայց տղեկ եթե մենք այս ամեն ինչը չանցնենք, եթե մենք այս ամեն ինչը չիմանանք, Angular-ը կդառնա մի հատ հեքիաթ մեր համար։
Բայց մի որ Վալեր ջան, անգուլար ռաստելուց ասեմ ախպեր, գիտես ինչ, ես որ ես գրում եմ էս ի, էս անտերը։ Էսի նույն էսի է։ Դուք ասես հալա չէ ջուրը։ Հա, պատկերացրու, չէ՞ միտքը։ Դրա ման է ինքը այդպես հարմար գործիք, հա՞, հեսա Okay, կներեք։ Նամջան դասյան բրազա։ Տղեկ ջան, այսօրվա դասը դե բանով անցանք այդ local storage, storage, JSON parse, JSON stringify թրայք է, всё։ Էսի մոռացանք։ Մոռանալը որն է, հետո պետք է գալու անընդհատ։ Okay, սրան տալ այն չեմ տալ։ Որտեվ ինքը այնպես բանա, որ զուտ վիդեոյի ինչ արել եմ, կարեք փորձեք։ Okay, որտեվ սրան որպես այդպեսին ինչ տնեն տա։ Okay։ Բայց եկեք միած սկսեմ նախաբանտամ մյուս դասի համար, հա, այսինքն թե ինչ ենք անցնելու ու ամենամյա շատ լուրջ թև ենք մտնում, հա, մի շատ լուրջ փուլ ենք թևակողում, որտեղ պետքա լիքը բաներ արդեն սկսենք տարբերակել։ Տղեկ, ուրեմն JavaScript-ը միաժամանակ կարող ընդհանրապես մի գործողություն ա։ Ես մասով իրականում ձեզի արդեն որոշ չափով պատմեմ։ Տղեկ, հիշում եք, որ ասում եմ JavaScript-ը միաժամանակ չի կարող երկու գործողություն անել։ Ինքը կարա տիկ ջան, մենակ գրի մի հատ կոնսոլը, հետո նոր տակի տողի։ Գուրգեն ջան, ինքը չի կարա միաժամանակ, օրինակ ես խոսքի կոպիտ եմ ասում, ես կարամ համ հեռախոսով խոսամ, համ խոսքի չգիտեմ, ձեր հետ մի քիչ գործանեմ կամ հեռախոսից ինձ ականջից տնեմ, ես ձեր հետ մի հատ գործել անեմ բանը, բալիբամ կարող նույն ձևի չանեմ, ոնց որ խոսքի ասենք տաղանջի 10 մի կողմ դրա, բայց ես կարամ որոշակի գործողություններ պարալել անեմ։ Հա? Օրինակ ես կարամ, չգիտեմ, համ սեմուշկա չրթեմ, համ քո հետ շփվեմ։ Բայց այս պարալել ես գործողություններ կարամ անել, բայց JavaScript-ը նմանատիպ բան չի կարող անել։ JavaScript-ը կարա ֆունկցիան կատարի հերթականությամբ։ Այսինքն ինքը կարող է Google ջան մի for-ը բրծնի, հա? Երկու for գրի արագությունը ո՞նց է։ Ինչը։ Արագությունը որ մենք չգիտում։ Ինքը սարկա, որտեղ կայծակնային արագությամբ է այդ ամեն ինչը։ Խնդիրը այդ է, որ դուք չեք նկատի, հա? Բայց օրինակ 3 հատ for իրար տակից գրեք, տղեկ, հա? Ինքը մինչև առաջի for-ը չբրծնի, երկրորդ for-ին չի անցնելու։ Մինչև երկրորդ for-ը չբրծնի, երրորդ for-ին չի անցնելու, այսինքն հերթականությամբ հետո դերևից ներքև իշտում։ Տիկ ջան, set timeout-ը մի քիչ փոխեց այդ սիտուացիան։ Երբ որ մենք անցանք set timeout, set interval, չէ՞, ինքը ինչ էր անում, ինքը ասում էր ախպեր, այս գործը պետք է արվի հետո։ Հետո։ Ոնց էր կոչվում դա, տղեկ, մի հատ բառ էի ասում դրա համար։ Ասինխրոն։ Հիշում եք այդ բառը, թե չէ։ Սինխրոն եւ ասինխրոն։ Եթե նույնիսկ չեք հիշում, տեսեք, սինխրոն գործողություններ են for-ը, more-ը եւ այլն։ Դրանք սա սինխրոն գործողություններ են։ Ասինխրոն, այո, այսինքն նայ հերթից դուրս։ Ինչի՞ է Վալեր ջան ինքը հերթից դուրս կոչվում, որտեղ էդի տղեկ ջան, իրականում եկեք մի հատ նկար բացեմ ու սկսենք խոսալ, հա? Կարողանալ չեմ դիտել։ Հաջող։ Set timeout-ն ու հա, կարան չլինեն, բայց իմացեք տղեկ ջան, որ հա, այդ սինխրոն գործողությունն այնքան շատ է, որ ինքը այդ տվյալների ուղղակի ուշ տպվի։ Չէ՞։ ուշ տպվի։ Հա, միանշանակ, բավական, երկրորդական հանձնարարությունն է դա։ Երկրորդական հանձնարարությունը կարա երբ ասես էլի։ Տղեկ ջան, ուրեմն եկեք կամաց ծանոթացնեմ ձեզ JavaScript-ի մատորի հետ։ Հա? Այս է JavaScript-ի իսկական մատորն է, թե ինչ է իրականում աշխատում։ Ուրեմն տեսեք։ Մի վարքյան ինձ կներեք, ժողովուրդ, տենամ եթե ավելի սիրուն նկար չկա։ Հենց այսինքն ինքը ավելի լավն է։ Մատորը բանը ցածա բանը չէ։ Տեսա է։ Ահա, չէ լավ, օքեյ, ես մեկը ոնց որ կարող է ավելի լավ լինի։ Okay, գնացինք։ Տղեկ ջան, ուրեմն սենց է կատարվում։ Այս call stack-ը գիտեք ով է։ Ուրեմն կատարման տիրույթ կոչված բան։ Տիկ ջան, երբ որ դու for ես գրում, console log ես գրում եւ այլն, կա մի հատ ինքը սրա մեջ է անում։ Այսինքն նայ, մի հատ տազիկ, տղեկ, եկեք եսի տազիկների բաժանենք կամ process-ների, տարբեր սենյակների։ Լավ, եկեք սենց պատկերացնենք, որ մենք մի հատ մեծ արտադրամասի մասին ենք խոսում։
հա, Որը որը մեջ է անում, թե ինչ որտեղից գանձը նույնը սրան է։ ապրես, հիմի նայ ոնց է կատարվում process-ը։ Հիմա եկեք տվենք, զավոդ ենք խաղում, էլի։ Հիմա նայեք, պատկերացրեք մենք զավոդի տարբեր բաժիններում ենք աշխատում, հա։ Ես օրինակի համար հենց call-stack կոչվածն եմ, հա։ Ես տվեք պատասխանատու եմ աշխատանքը կատարելու համար։ Ուրեմն Գուրգեն ջան, դու այն մարդն ես, ով որ պետք է ինձ ասես, որ ինչ անեմ։ Այսինքն դու քեզի ինչ որ ֆունկցիա է տված, օրինակի համար։ Օրինակ, երբ որ քլիք անում Գուրգեն ջան, երբ որ լավ, սենց բացատրեմ, տվեք։ Ուրեմն նայեք։ Բեմերում սովորաբար ոնց էր, բեմում կար մարդ հուշարարներ։ Ով որ դերասանին հուշում է, որ քո հերթն է գնում։ Ահա։ Ուրեմն բեմը դա call stack-ն է։ Հա, բեմը call stack-ն է, կատարման տիրույթն է, տվեք, այդտեղ դերասանները հելնում են, ելույթ են ունում եւ այլն։ Բայց պատկերացրեք բեմ, որը որ շատ փոքր է ու մի դերասանից ավել չի կարող այնտեղ ելույթ ունենալ։ Հա, դիք ջան, եկեք հենց համարենք, որ մեր յուրաքանչյուր ֆունկցիա մի դերասան է։ Երբ որ Գուրգենը հուշարարն է, Գուրգենը հուշում է, որ դերասան ջան, ֆունկցիա ջան քո հերթն է։ Հիմա Գուրգենը հետևում է, որ ամեն ինչ բառ ասպիսանի ու լինի։ Այսինքն, երբ որ դիք ջան, մի ֆունկցիան, մի ցիկլը կամ մի for-ը, մի while-ը, մի բանը բրծնի, մյուսի վզից քաշ տասի արի քո հերթ։ Բայց որ մի ֆունկցիան մյուսով է, մի ֆունկցիայից կապված մի ֆունկցիան աշխատելու։ Կապ չունի, մեկը այն լինելու է հետո այնի, չէ։ Կան արագանում, որ Արագությունը հələ մի պատկերացրեք, բեսամ դանդաղ ամեն ինչ կատարվում։ Ահա բեսա դանդաղնի, այն մի ֆունկցիայի աշխատանքից այս մի ֆունկցիան Եթե դանդաղ աշխատես, մյուսը ուշ ալնել։ 4 ֆունկցիան պետք է լինի, նոր երկրորդը սկսի աշխատել, բայց երկրորդի կեսից սկսած։ Չջոգի, այդպես բան չկա։ Ֆունկցիաները սա հերթականությամբ է կատարվում։ Բան չի։ Երբևիցե չես կարող դու այդպես բան կազմակերպես։ Հա։ Չէ։ Նայեք, տվեք ջան, ոնց է։ Իրականում ֆունկցիան գրեցիր, Գուրգեն ջան, ֆունկցիան միանգամից պետք է կատարվի, վերջանա, հաջորդ ֆունկցիան գա։ Մինչև դա չավարտվի, երբեք ոչ մեկ իրավունք չունի ելույթ ունենալ։ Այսինքն, ու էդի դու ես պատասխանատու, որ այդպես բան չունի։ Քո անունը Գուրգեն ջան, event loop-ը։ Event loop։ Տղեկ, ես կատարողն եմ։ Այսինքն այդ ձեր ելույթի դաշտն եմ, սենց ասած, call stack-ը իմ անունը։ Կատարման տիրույթ։ Ուրեմն կատարման տիրույթին տղեկ բոլորը ելույթ են ունենում, այսինքն այդ ֆունկցիա, console log եւ այլն, valor ջան, for, cycle for, լիտերացիաներ եւ այլն, սա կատարվում է call stack-ի մեջ։ Ուրեմն call stack-ը տղեկ շատ զբաղված առնում սովորաբար միշտ։ Դիք ջան, հենց միտեղ գրեցիր for Գուրգենը event loop-ն է։ Տեսեք այս մարդը։ Event loop-ը ամեն անգամ ինձ ասում է, որ վեկալ էս ցիկլը ֆր, վեկալ էս կոնսոլը արա, վեկալ էսի արա, վեկալ էնի արա, վեկալ էս ֆունկցիան արա, ասում է հետո էս ֆունկցիան արա, հետո Գուրգեն ջան, նույնիսկ ես չգիտեմ թե ինչ կա անելու։ Դու պրոստը ամեն անգամ բերում ես ինձ տալիս ես, ինչ-որ մի բան անում եմ, հա։ Տիկ ջան, ես միաժամանակ չեմ կարող կոպիտ ասած մի երկու հատ հանձնարարություն անեմ։ Գուրգենը որ երկու հատ բան միաժամանակ ինձ տա, կասի մախտեր մի րոպե, ես մենակ մի բան եմ կարող անել։ Հա։ JavaScript-ը միշտ այտենց հուշ տալու, տվեք, ասում է ես մենակ մի բան կարող եմ։ Ասում եմ եղբայր, ասում եմ դու ինձի հերթով դու ես հերթով կանեմ, ասում եմ բայց արագ կանեմ, չեք նկատի։ Ասում եմ օքեյ։ Ու ամեն անգամ Գուրգենը ինչ որ մի հատ հանձնարարություն է ինձի տալի, ես անում եմ։ Հաջա։ Էսա իրանց հերթով գալիս են դրանց։ Ուրեմն Գուրգենը այն մարդն է, որ տղեկ, գիտի ցուցակ ունի Գուրգենը մոտը տղեկ, մեծ ցուցակ ունի։ Այսինքն բացատրում է ցուցակը ոնց է ձևավորվում, հա։ Գուրգենը մեծ ցուցակ ունի, որով որ հերթով կանչում է, ավշուտ կանչելը որն է, Գուրգենի գործը այն է, որ այդ ցուցակի մեջից մեկին հանի, բերի դնի ինձ կատարելու։ Հերթով Գուրգենը այդ իր գործը անընդհատ անում է, այսինքն ինքը հետևում է, որ հանկարծ մի ֆունկցիան մյուսից առաջ չընկնի տղեկ, հա։ Հերթականությունը ճիշտ պահվի եւ այլն։ Ու այդ ամեն ինչից բացի, այսինքն ինձից ու Գուրգենից բացի տղեկ, այդ մատորում էլի մարդիկ կան։ Ուրեմն valor-ը, տղեկ, այն ֆունկցիան է, այն գործառույթ, այն բաժինն է, լավ սենց ասեմ, հա, եթե մենք հաշվի առնենք, որ մենք բաժիններ ենք, ադզելենյաներ ենք տարբեր։ Valor-ի բաժինը պատասխանատու է տղեկ բուծելնիկ դնելու, քլիկները հիշելու համար։ Այսինքն երբ որ Գուրգեն ջան, ես գրում եմ այնտեղ add event listener, դա valor-ի գործն է, որ հիշի։ Valor-ը միշտ հիշում է, թե որ էլեմենտի վրա ինչա կախած։ Կամ երբ որ Տիկոն գրի set timeout, հա չէ, լավ կներեք, Տիկոնն էլ է ասա մեր բաժնից։ Ուրեմն նայեք, մի հատ կամայական մարդ տվեք դսից։ Հենց գրեց set timeout, set interval, add event listener։
Այդ սա Վալերի մոտ գրանցվում է։ Վալերը սաղ այդ ինֆորմացիան ունի։ Երբ որ set time-out-ի ժամանակը լրանում է, Վալերը մոտը բուզելնիկներ է շարում։ Հա, Վալերը մոտը բուզելնիկներ շարածում է։ Զանգում է, սենց նայում է, ասում է, էսի են բաններ, էսի են ֆունկցիաներ, որ 2 վայրկյան հետո պետք է լիներ։ Դե գալու է շպրտում է այն զամբյուղի մեջ։ Տիկ ջան, զամբյուղը քո մոտ է։ Դու ցուցակն ես։ Նայ, ուրեմն ինչա կատարվում։ Ամեն ինչ սկսում է Վալերից դիտողում տղեկ։ Ամեն ինչ սկսում է Վալերից։ Երբ որ Վալերը վերցնում է ինչ-որ մի բան, կլինի click, կլինի set time-out, կլինի ինչ-որ մի բան բերել եւ այլն եւ այլն, Վալերը դրանք հենց հասկանում է ժամն է արդեն, գցում է կատարման ցուցակ, այսինքն վեկալում է տալիս է տիկոին, տիկոն գցում է ցուցակի մեջ, հերթով է դնում տիկոնը, դե տիկոնը իր մոտ է սիրում, սորտավորում է, դասավորում է ակուրատի, ասում է Վալերը էսի տվեց 2 վայրկյան առաջ ախպեր, ուրեմն ասում է էսի դնեմ ստե։ Վալերը միանգամից 2 հատ բան է իր հետևից տալի, տիկոն սիրուն իր հետևից դասավորում, որ հանկարծ հետաքանությունը չխառնա, բայց տղեկ ջան, իրականում լավ, հələ դրան հետո կանտրոլանում։ Հիշեք, որ կան գործողություններ, որոնցից են click-ը։ Click-ը տղեկ, ամեն պահի կարող է լինի, չէ՞ click։ Տիկ ջան, դու երբ գիտես click երբ հալելու։ Ես չգիտեմ երբ հալելու, երբ որ կտացի նա։ Վալերը գիտի, որ այդպես բան կարող լինի, պրոստը հենց մեկ այդ click-ը անում, տղեկ։ Վալերը միանգամից նայում է, տենում է click եղավ, վեկալում է այդ ֆունկցիան, շպրտում է քո զամբյուղի մեջ։ Դու այդ զամբյուղը հսկական ցուցակ է տղեկ։ Ուրեմն Վալերը click եղավ, բացել եմ էջը, ոչ մի բան չեմ գրել, ոչ մի for տղեկ, այսինքն հավայի գրած չի ստեղ։ Այսինքն եթե ես այստեղ for գրածել եմ, տղեկ, այնց է ստացվելու, որ առանց Վալերի միջնորդության այդ ամեն ինչը կատարվելու։ For-ը նես բան է տղեկ, որ միանգամից ընկնում է այստեղ։ Տիկ ջան, փաստորեն գործողություններ կան, որ միանգամից ընկնում է քո ցուցակի մեջ, քո զամբյուղի մեջ։ Այսինքն դու խոսքի միանգամից տենում ես, որ for կա, ախպեր միանգամից այդ վեկալում ես վերցնում ես քո ցուցակի մեջ։ Վալերը դրանից կուրսի է չի։ Այսինքն միշտ չի, որ ամեն ինչից Վալերը կուրսի անում։ Ուրեմն ինչ որ կապված անսինխրոն բաներ է, Վալերը Աբրես։ Այսինքն այն ինչը որ ինչ դա կոչվում ասինխրոն, չէ՞ տղեկ, click-ը ասինխրոն չի։ Set time-out-ը, set interval-ը, թե հերթից դուս ինչ-որ բաներ ա կատարում։ Եթե advent listener-ով ես արել, ասինխրոն։ Ինչ են կոչվում տղեկ դրանց ասինխրոն կամ callback, հա, եկեք callback-ով անվանենք։ Callback-ն ու ասինխրոնը գրեթե իրար համամիտ բառեր են իրար, հա, սենց ասած։ Աբրես։ Հիմա նայ, ուրեմն Վալերը կուրսի ալնում մենակ DOM-ի click-ներից տղեկ, set time-out-ից, set interval-ից։ Այսինքն եթե հանկարծ այդպես բան իմացեք, եղավ կատարվեց։ Այդ իմացեք Վալերն է խաբար անել։ Այսինքն Վալերի բաժինը հենց այդպես բան ալնում, միանգամից քո ցուցակի մեջ գցում այն ֆունկցիան, տիկ ջան, որը որ գրած էր, որ այդ click-ի ժամանակ պետք է անի։ Գրուպի ասած տղեկ, ինքը, չգիտեմ, այդ advent listener-ին callback-ը որ գրում են, row function։ Այդ ֆունկցիան վեկալում է տալիս է տիկոյին։ Տիկոն չի անում էդի, տղեկ, տիկոն իրավունք չունի էդի բացի։ Հա, տիկոն իրավունք չունի այդ ապրանքը բացի, տենա ինչ կա մեջ։ Տիկոն ուղղակի ցուցակագրում է հերթով սիրուն ակուրատ։ Էդի ամեն ինչը անում է, ու սիրուն դասավորած այսպես սպանում է, դախելը շարած։ Ուրեմն Գուրգենը այն մարդեր, ով որ պետք է հերթականությունը պահեր։ Ուրեմն ավելի շուտ հերթով կոպիտ ասած ուղարկեր կատարման։ Գուրգեն ջան, դու էլ միշտ նայում ես կոպիտ ասած տիկոին, ասում ես տիկ ջան, վերջինը դու։ Այսինքն ասպես տիկ են ամենաառաջինը, որը որ պետք է լիներ, էդի տունից։ Դու վերցնում ես Գուրգեն ջան ընդից, այսինքն այսպես ձեռի հետ նայում ես տիկոին, նայում ես տենաս տիկոյի մեջ իշ, տիկոյի մոտ իշ կա զամբյուղի մեջ։ Ուրեմն նայում ես, ասում ես տիկ հենց ֆունկցիան դու։ Տիկոն այդ ֆունկցիան ցուցակից վեկանում տալիս է քեզ, դու էլ տալիս ես ինձի, որ ես կատարեմ։ Ես կուրսի չեմ, տղեկ, ոչինչ է կատարվում Վալերի մոտ, ոչ քո մոտ, ոչ այդ տիկոյի մոտ։ Ես գիտեմ, որ ես կատարոցում մարդ եմ, ախպեր, ես գիտեմ, որ ինձ ֆունկցիա տամ պետք է կատարեմ։ Ներգու վարգյանը Պետք է սպասեք սա։ Այդ ցեպաշկեն սա կայնում է տղեկ։ Այսինքն նա, եթե ես այս բանից զբաղված եղա, մի հատ աշխատող բար դու ձեր համար նստած ասում եք, ախպեր, էսի պետք է անի։ Այդ պետերից եք էլի, կաբինետ։ Դու կաբինետը նստած այն պետերից եք ախպեր, որ մենակ ասում են էսի արա, էլի արա։ Հիմա նայեք, ուրեմն բայց դու կուրսի չես ինձնից։ Միակ անմիջական ղեկավարը որ կա, դա Գուրգենն է։ Հա? Բայց առանց չի կարող։ Աբրես։ Այսքան բալը բա։ Հա, սովորական ֆորիվակա։ Գա, սովորականները ես կարաս։ Բաննա, պատպոլի գործեր կա Վալեր ջան, որ քեզ տակալում են, էլի։ Հիմա տեսեք ինչ կատարվավ տղեկ ջան։ Դիտողում միակ կատարող մարդը որ կարա դի call stack-ներ ես էի։
Քլիկ եղավ, բալերը գցում այն զամբյուղի մեջ, կարող է 10 հատ միաժամանակ քլիկ են անում։ Բալերը սա վեգանում գցում է քո զամբյուղի մեջ։ Դա ես զբաղված եմ։ Ուզում եմ 100 հատ քլիկ լինի։ Ես եթե զբաղված եմ, սա այդ հերթի մեջ սպասելու եմ։ Որ set time-out-ի։ Հա։ Ինձ time-out-ի ժամանակ 5 վայրկյան եք տվել, եկամ այս 5 վայրկյանը լրացավ ու քլիկ այդ ընթացքում քլիկ եղավ։ Դու իրար բռնեցի։ Քլիկը առաջ կլինի թե լավ հարց ես տալի։ Այդ դրա պատասխանատուն Վալերն է։ Վալերը շատ լավ բան ունի, որ Բուձելնիկով եթե զանգեց ու քլիկ եղավ, Վալերը sense վեգանում կշռում, ասում է մերը մի էսի անում, թե էսի անում։ Վալերը բայց իրականում ունի կոպիտասոց պրոտոկոլ, որի հիման վրա ինքը աշխատում է։ Վալերը ասում է, եթե set time out էր էսի, ասում է սա ավելի պրիորիտետով ցածր բան։ Ասում է եթե քլիկ եղավ, հələ դավայ գնա անգի զանգի։ Դեն ռեկլամ բացվել է ու բաներն Աբես, Վալերն է որոշում։ Վալերն է որոշում այդ հերթականություն։ Վալերը այդ բանը կորոշի, եթե Բուձելնիկն ու քլիկը միաժամանակ եղան, set time out-ն ու բանը, քլիկը միաժամանակ եղավ, Վալերը կասի լավ ախպերք, էսի գցեմ Տիկոյի զամբյուղի մեջ, հետո նոր հետևից միանգամից դու շպրտելու ես set time out-ը։ Տիկոն, այդ ցուցակ հերթով սիրուն դասավորել է։ Երբ որ Գուրգենի գործը գիտես ի՞նչն է, ասես ուսուլով նայ տենա պրծել եմ գործը, թե չէ։ Հենց պրծա գործը միանգամից Տիկոյի ոտից վեգալելու են ամենավերջի ֆունկցիան նորից բերի տանց։ Այսինքն տղեկ սաղի նպատակն է, որ ես անդադ աշխատեմ։ Հա? Այսինքն նրանց անում Գուրգենը, որ ես անդադ պարապ չմնամ։ Բան չես անում, ոչ ես մեծ բախտել է Չէ։ Այ դա կապված է քեզից։ Այդ իզախ կապված է Գուրգենի։ Հիմա նայեք, ինչա կատարվում միտոգում, որ ես անընդհատ սպասում եմ Գուրգենից հանձնարարություն, Գուրգենը միշտ նայում է քո զամբյուղը, միշտ առաջադրանք կանելու։ Հենց ես պրծնեմ միանգամից քմոտից վերջին, այսինքն կոպիտ ասած, որի հերթն է, հա, էդի տալիս է ինձ, տալիս է վերցնում է քեզնից տալիս է ինձ, ես կատարում եմ։ Վալերը վերցնում էր քո զամբյուղը, գցում դու տալիս ես Գուրգենին, Գուրգենը տալիս է ինձ։ Այսինքն պատկերացրեք, չէ՞ ցիկլ։ Անընդհատ տղեկ, այս ցիկլը կատարվում է։ Շատ արագ ցիկլ է։ Հա, իրականում այս process-ը տղեկ մատոր կոչվածն է։ Այս մատորը պարբերաբար անընդհատ այսպես կատարվում է տղեկ։ Հա? Ու կայֆը այնա, որ Վալերը, տես ամեն մեկը իր հստակ գործն ունի։ Եթե Տիկոն սխալ դասավորի տղեկ ամեն ինչ թարս է գնալու։ Եթե Վալերը սխալ պրիորիտետներ է տա, այսինքն ասի ախպեր չես դեմից այդ time out-ները ոչ թե քլիկը, սա կժիժնավի իրար։ Երբ որ գցում է, ինչ-որ բան չի աշխատում։ Դա ինչ-որ էս բանի Այս process-ներից ինչ-որ մեկի մեջ call-stack-ը փչացնում ես։ Միակ գործը, հիմա նայ։ Սինխրոն ու ասինխրոն խառնվում է իրար։ Չէ, էդի հետ։ Չէ, ինչ-որ նայ։ Հերթը չի խախտում։ Գրում ես ինչ-որ error-ի մեջ է կամ ինչ-որ բան հայտարարել չի կամ էլ ինչ-որ ֆունկցիա չի աշխատում։ Okay։ Այդ գիտես լրիվ նույնն է։ Մատորի հետ կապ ունի։ Մատորը փչացնում եք։ Օտիտո մատորը փչացնում եք։ Դիք հիմա եթե մի հատ շատ վատ error եղավ կոնսոլով կարմիր գմփած ընդ всё, կոդը вообще ոչ մի ֆունկցիա չի աշխատում, գիտես դա ինչի պատճառով է։ Որովհետև Վալերը ոչ ֆունկցիան բացում է նայում ինչ կա մեջը ոչ։ Ինչ որ row զանգված row ֆունկցիա տվել է քեզ։ Դու ցուցակի մեջ դու չես դուել իրավունք չունես էդի բացելու։ Ուրեմն դու վեկալում ես էդի տալիս ես։ Յաշիկներ եք տալի ինձ։ Ուրեմն յաշիկը Գուրգենը վեկալում է, յաշիկը տալիս անցի բացում եմ միակ աշխատող մարդն եմ, ախպեր պայթում։ Եվ որ պայթավ ախպեր, մինչև տազա աշխատող դնես արդեն всё։ Հա, տես, այսինքն դու կընցի տվեցիք տվեք, անես մի հատ յաշիկ, որը որ գմփած։ Եթե գմփած ախպեր մի հատ գործանող բան, ես էլ որ դուս մնացած Error-ները սա Այսինքն տեսակ ցեպշկեն կդրվա վախ։ Մի հատ տեղը որ պետք է գործ կատարվեր, գործ արվեր, զամիկան եղավ, ախպեր սա վաղ։ Հա, պատկերացրեք հիմա ինչ կարա կատարվի, երբ որ ցեպշկից ով դուս եկավ, տղեկ, ես ամեն ինչի չի աշխատել։ Հա? Տղեկ, Վալերը մի հատ է գործ ունի, բայց էսի հետո կպատմեմ ինչ պետք է անի ինքը։ Հա? Էլի սրա հետ է կապված։ Ուրեմն Վալերը 3 հատ կարևոր 3 հատ գործողություն կա, որ Վալերը պետք է կոպիտ ասած քլիկ ցածու չորան։ Եշման չի կախած։ Հա։ Վալերը կարող նստում։ Եթե ոչ դոմի հետ կապված գործ արեցիր, ոչ set time out-ի հետ արեցիր, Վալերը գործից դուրս է գալու։ Նոր սկսում ասում եք սինխրոն գործողությունները։ Այսինքն մինչև այդ Վալերը չի գործ չի արել։ Դոմի set time out։ Հա, վայ աշխատավարձ է ստացել, հա։ Այսինքն եթե սովորական for-ա մոռա տես բաներ, հա, Գուրգեն ջան։ Հենց for more-ի մասին է խոսքը, դա սա callback event loop-ն ու call stack-ն են անում։ Հա, տղեկ ջան, այս տերմինները կուզեմ որ հիշեք, կուզեմ որ անգիր անեք ինչ-որ ձևով, որ ես ասեմ event loop, պետք է հիշեք, որ դա այն մարդները, որ հերթին էր հետևում։
Այսինքն հերթով ստի աշխատցնում էր, լավ, սենց ասեմ, աշխատացնողն, հա, բրիգադիրը։ Callback queue, տղեկ, էսի հերթն է, ցուցակն է, դու ես տիկ, էսի կոմոդ է, հա, web API, տղեկ, web API-ն էդի վալերն էր, ինչ էր անում ինքը հետևում էր set timeout-ներին, DOM-ի հետ կատարվող երևույթներին եւ այլն, այ ապրես, այս ասինխրոն հիմնականում մեթոդներին callback-ների կտորը վալեր ջան, սա քեզնից է կախված։ Եթե ես ինչ-որ միտեղ callback հասկացողություն ունեմ, մեդի դու ես անում։ Հա, բարձա տղեկ։ Այս մատորը շատ հետաքրքիր մատոր է, այս մատորում էլի է բաներ ավելանալ։ Հա? Տղեկ, ինչա կատարվում, այսինքն ստեղ մի հատ հետաքրքիր տերմին կա, էսի կուղարկեմ հեսա բանով մեզի չատով։ Այ հերթով ֆունկցիաները, որ կանչում է ստեղ ցույց է տալի բան, այ։ Ահա։ Okay, լավ, էսի հենց եկեք մի հատ հետաքրքիր բան չկա ստեղ ուրիշ։ Նո, հեսա, էլի ավելի դες տարբեր ձևերով կա։ Այս միկրոթասկ ու մակրոթասկը որ կա, գիտեք էս ինչա։ Այս Այն կլիկի ու այ ապրես, հետ որ ասում էի պետք է վալերը կոպիտ ասած վիճիսլի տանի, որն է ավելի կարևոր, այդ միկրո եւ մակրո թասկերը։ որը որ ծանր է, շատ փոքր։ Էսի վալերի կտոր, էսի է վալերինը, որ իրականում տիկոն իր մոտ նենց է դասավորում տղիկ, որ իմանա կարևոր եւ անկարևոր։ Հա, որտեվ Գուրգեն ջան, դու ես այնտեղ պարտավոր։ Չնայած դիտակում դու տիկոին ասել ես ախպեր ամենաառաջինը դու տիկոն կարող ախպեր շուստրություն անի, որտե շուստրություն անի, ինքը նախորդ կնենց է դասավոր, որ եթե միկրո թասկ կա, ինքը էդի առաջինը տալու, եթե մակրո թասկ կա, էդի կպայի հետո կտա բան եւ այլն, այսինքն այս պրինցիպը հա։ Վալեն իրա կոպիտ ասում վալեն իրա որ նշում է որ նա կարևոր, որ անկարևոր, տիկոն դասավորում է ըստ կարևորության։ Անկարևորության։ Հա։ Okay, ես այս էլ բանը կուղարկեմ, քանի չեմ կորցրել, տղեկ ջան, էս։ Էսի շատ հետաքրքիր թեմա է ու մեզի տանում է տղեկ, մեր շատ բոմբ բանի։ Ես ամենքամից այդ կայքն է ղրգում եմ։ Ուրեմն, ըստեղ իրականում մենք Chrome-ից հասկացողություն ունենք, որը որ արդեն երրորդ ամենագլխավոր բանն է այս պատմության մեջ, որ մենք այսքան վաղ չենք դրան առնչվել, հա։ Էդ էլ իրականում շատ հետաքրքիր բան է, տղեկ, դրա իմաստը գիտես ինչն է։ Ոնց որ Գուրգեն ջան, կա չէ դեպք, որ մեկին զանում ես, ասում ախպեր, խոսք չեմ տալի, բայց հեսա կջոգի։ Դες այսինքն ես ինչ որ մեկին դիմում եմ, տղեկ, ես գործ ունեմ անելու, տիկ ջան, վռած գործ ունեմ անելու։ Ախպեր, բայց ես չեմ կարող, տիկ ջան, նստեմ, սպասեմ, մինչև տենասի արբատ կլինի երաք չի։ Ես լիքը ուրիշ գործ ունեմ, տիկ ջան։ Ես որ կոպիտ եմ ասում, խոսքի զանում եմ ընկերոջիցս պարտքով փող եմ ուզում, ասում ախպեր, հələ կջոգում։ Ասում եմ լավ, երբ կասես, ասում ախպեր, մի 5 րոպեի վրա մեջ խաբար կանեմ, կարա 6-րդ րոպեին զանգի, կարա 7-րդ, կարա 10 րոպեից զանգի։ Ես այդ 5 րոպեն հոպալավ չեմ նստելու ախպեր։ Ես իմ գործերը կանեմ ցիկլ, կան դե լիքը գործ կա այդ ցուցակում։ Ես էդի սախ կանեմ, տիկ ջան, մինչև զանգի հետ։ Զանգի հետ պատասխանը տա, վալերը կիմանա ախպեր, որ խոսքի ասեմ չէ, թամամ արդեն փողը տվել է կամ չի տվել, վալերը քեզի արդեն համապատասխան ֆունկցիան կտա։ Ու տալ չտալու դեպքերը տարբերվում են, տիկ ջան, որտեվ եթե չտա, ուրիշ գործողություն պետք է անեմ։ Զանգեմ ուրիշի։ Եթե տա, օքեյ, ախպեր, վճարումներս կանեմ կամ չգիտեմ, կտանեմ տալիքներս կտամ, չգիտեմ, ինչ որ, այսինքն դες տարբեր սցենարներով ես կարող եմ այս ամեն ինչը աշխատացնել։ Տղեկ էսի լրիվ կյանքի նման է։ Այսինքն սա այդ պրոցեսները, ամեն ինչը որ խորհրդանց լրիվ նմանացնում է, էլի կարելի է շատ ուղիղ ինչ հեշտ է օրինակ բերել էլ։ Գործանունի եթե բանկեն չեղավ, բանի մեջ չես գալուց, ասում եմ բանկեն չբերեն կամ կրышքեն չեղավ, կախված չափերից ու դες գործ։ Okay, հեսա, օրես Telegram պետք է բացեմ, չէ։ Լավ է, սա ուղարկեմ այս լինքը տղեկ։ Չես Telegram ես։ Ես միշտ բան ես, կոմպի վրա Telegram-ն եմ բացում, հա։ Ինձ զուտ հարմար է, ես իմ այս Telegram-ը ավելի ռաբոչի բան է իմ համար։ Ահա։ Այսի, այդ հավես բան կա, save message-ը կոչվում, ախպեր, ստե ինչքան անկապ բան կա, ստե եմ պահում էլ։ Չէ, սա ես էլ ուղարկում եմ չատով։
Տղեկ ջան, էսի մի հատ ձեր հետ նայեք, դուք էլ ուսումնասիրեք, կարող է հետաքրքիր վիդեոներ եք գտնում, հետաքրքիր ավելի բացատրություն եք գտնում։ Տղեկ, էսի այն թեմաներն ա, որ պետք է իմանաք, էլի, այսինքն ամեն դեպքում ես այս ամեն ինչի մասին տղեկ իմացել եմ 2 տարի հետո։ Բայց ես դրա համար բեսան պապսոսում եմ, այսինքն հա, օքեյ, ես կարող եմ այս ամեն ինչը ձեզի չասեմ, դուք չիմանաք, բայց հետաքրքիր չի։ Ինչի հիմիկվանից չիմանաս ինչ է կատարում, հա, Վալեր ջան։ Ինչի հիմիկվանից դու չպատկերացնես, այդ պատկերացումները չունենաս։ Տղեկ հենց այդ է օրինակ իմ խնդիրը, որ ես ապեր օրինակ եմ ասում, գնում եմ ինչ-որ միտեղ գործի ընդունվելու, ինձ ինձ հարցերին տալի, որ իսկի պատկերացում չունի այդ ինչը։ Ես ոնց կարամ ինչ-որ հարցի պատասխանեմ, տիկ, երբ որ ես իսկի չեմ պատկերացնում այդ ամենը ոնց է աշխատում։ Այդ հա, օքեյ, ապեր, լեթը գիտես, վարը գիտես, ֆորը գիտես, հա մտածես հալա դե դա էլ։ Չէ, ապեր, բավարար չպատկերացնես տենես ինչ է կատարում, ոնց է աշխատում։ Բա դու ինժեներ ես, ապեր։ Եթե դու ինժեներ ես ու չես պատկերացնում այդ անտերը ոնց աշխատում, դու ոնց ես այդտեղ աշխատում։ Հա? Բայց ես դաշի չեմ իմացել, որ սետ բանկա դնեմ կարտամ սովորեմ։ Հետո ինձ պիտի գցին կամաց կամաց։ Okay։ Տղեկ, դրա համար լիքը բաներ է, սինխրոն, ասինխրոն, մետա, ասես բաներ կա, տղեկ, ամեն դեպքում պետք է, էլի։ Հաջորդ դասին вообще բան ենք անելու, տղեկ։ Արդեն այս խոստումների հետ ենք աշխատելու, ու այդ խոստումներով արդեն ավելի հետաքրքիր խնդիրներ ենք լուծելու։ Հա? Բաճա։ Հա։ Դուք էնի դառնում ա ձեր ամենաառաջնային խնդիրներից մեկը, հա։ Էնի միշտ տղեկ, ինչ էլ չլինի, էնի միշտ իմացեք, որ ձեր հանձնարարությունը կա։ Լավ, բայց դրա հետ զուգահեռ պարտադիր ուղարկվելու առաջադրանքներ, որտեղ օրինակ պրոմիս, այս նրան չեմ ուղարկի, բայց պրոմիսի հետ կապված այս մի հաջորդ թեման, որ անցնիկ հաստատ տնային տալու։ Հա, որտեղ ինքը չես կարա, պրոստը ինքի local storage set item չի, էլի։ Կարաս նախնականեն օֆշիվ, հա, կարաս HTML հավաքես, սա գցես տեղը, հետո նոր անցնես բանի։ Այսօր կղրգեմ։ Հա, չէ, այսօր կփորձեմ ուղարկեմ։ Այսօր կամ վաղ առավոտը կուղարկեմ։ Հա, չէ, այսօր վաղ առավոտը կուղարկեմ էդի։ Հա, դու պրոստը հանգիստ անեք, որ զուգահեռել եք տնային ունենալու։ Դու բովի բանի աշխարհը պահելով զգային